Բարևներ, գիշեր-ցերեկ ծնեբեկ էի ծախում, ես նաև գիշեր-ցերեկ ծնեբեկ էի ուտում, եթե նկարիչը կտավի վրա է ստեղծագործում, ֆերմերը հողի վրա է ստեղծագործում։ Սա հարավային Կովկասի ամենամեծ ծնեբեկ արտադրողն է։ Բագաժնիկը սաղ ծնեբակը սիրուն լցած, պապան եկավ ստե, լուր, սարոշկով սենց։ Ես էլ եմ սարոշկով, բիզնեսմեն ենք մենք, վերջն ենք, ծնեբակ ենք գնում ծախենք։ Ծուր-մուր կապեր եմ արել, վայրի տակ, այն Մալաթիայի գիշերային շուկայում տարե ծախել եմ։ Այսօրվա թոփ թեման, որ մեր առաջ շուկա եմ փակել։ Ես այն մարդկանց եմ, ով շատ է սիրում հայ գյուղացուն։ Միևնույն ժամանակ ես այն մարդկանց եմ, որ ամենաշատն է քննադատում հայ գյուղացուն։ Գյուղացին պետքա լավ ապրի։ Հետո ով ասե, որ գյուղացին պետքա ասես խեղճ, վիզծուր, խնդրում եմ։ Երբ դու հասկացար, որ ոչ թե պատիժ է, այլ պարգև։ Տեղ գյուղը սրա ճիշտ հակառակ պատկերը ցույց տվեց։ Ես առաջի տեղն է, որ այս մասին խոսում եմ։ Կարելի էր մենակ տեղ գյուղը սարքել ագրարային փոքրիկ Իսրայել։ Դրանից հետո մեր գյուղացիները անում են ստորագրահավաք։ Դες ովքեր էին մեր դեմ ստորագրել։ Բարեկամներ, հարազատներ։ Արի մի հատ Սինգապուր հասնենք, էլի։ Սինգապուրը իմ համար ինչն է շատ կարևոր, սա ասիական շուկաների ու աշխարհի, այս այն աշխարհի փողի կենտրոնն է Սինգապուրը ու ասիական շուկաների խաչփերուկը։ Դրանից հետո եկավ ամենասիրունը ծիրանը հայկական, որ ուղարկեցի Սինգապուր։ Շատ մարդկանց հետաքրքիր է վերջապես արտահանման հետ կապված այս աժիոտաժը։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Mega Food, Կտուր AM։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ուզում եմ ամենասկզբից խնդրել, որպեսզի բաժանորդագրվեք YouTube-ի իմ պաշտոնական ալիքին։ Ինչպես նաև սեղմեք զանգի կոճակը, որ առաջինը հենց դուք տեսնեք նոր հաղորդումները եւ նախագծերը։ Չմոռանաք թողնել մեկնաբանություններ, դրանք ոգեշնչում են թե ինձ եւ թե իմ հյուրերին։ Հավատացեք, նրանք բոլորը ընթերցում են։ Իմ միջայլուց կարող եք միանալ նաև Facebook-ի եւ Instagram-ի պաշտոնական էջերին, որտեղ ես մշտապես թարմացնում եմ լուսանկարները, տեսանյութերը, նաև մի փոքր անձնական կյանքից կտեսնեք, վստահ եմ, որ նաև նամակներ գրելուց կստանաք պատասխան։ Հենց այս պահին ուզում եմ ուղղորդել, որ փնտրեք եւ գտնեք իմ ալիքում թելերով հյուսված հայրենիք թողարկումը, որը պատմում է Արցախ կարպետ ընկերության հիմնադիր Սևակ Խաչատրյանի մասին։ Սևակը Արցախում ուներ գորգագործական ընկերություն, Արցախ կարպետը 5 կենտրոններ, որտեղ գործվում էին արցախյան եւ հայկական գորգեր, իհարկե պահպանելով ամբողջ նախշազարդերը եւ գնորդը ընդհանրապես մտածելու կարիք չէր ունենում, թե ինչ գորգ է գնում։ Շատ լավ գիտենք, թե պատմությունը ուր բերեց արցախահայությանը եւ ուրախալի է նշել, որ այստեղ էլ Հայաստանում էլ Սևակ Խաչատրյանը իր գործունեությունը շարունակում է ծավալել Արցախ կարպետ ընկերության հետ միասին, նույնիսկ օնլայնվել են եւ այսօր Տաշիր առևտրի սրահի 4-րդ հարկում դուք կարող եք մեծ ցուցասրահում ներկա լինել եւ տեսնել, թե ինչպես են գործում արցախյան եւ հայկական գորգերը։ Մեր գեղեցկուհի արցախահայուհիները տեղում ցույց կտան ձեզ եւ դուք կտեսնեք այն գորգը, որ կարող եք տանել ձեզ հետ ձեր տուն։ Ինչպես նաեւ Սևակը մանածագործությամբ զբաղվող տարբեր կանանց է հավաքագրել եւ այսօր ցուցասրահում ներկայացված են նաեւ մակրամե, վուշից աշխատանքներ, թելով աշխատանքներ, մի խոսքով այն ամենը, ինչ իրական հայկական է, այնպես որ կարող եք համենալ ոչ միայն գնումներ կատարելու, այլ նաև ծանոթանալու եւ ուսումնասիրելու մեր պատմությունը։ Այն մարդիկ, ովքեր հետևում են Հերմինե դիալոգ նախագծին, տեսնում են եւ նկատում են, որ ես մշտապես փորձում եմ հողից դեպի իմ սեղան բերել այն մթերքները, որոնք որակյալ են եւ մեր գյուղերում են աճում եւ ուշադրության կենտրոնում եմ պահում հատկապես հետաքրքիր մշակաբույսերը, որոնցից մեկն էլ իմ շատ սիրելի ծնեբեկն է։ Ես ունեմ մի ընկեր, ում մասին շատ հաճախ պատմում եմ, խոսքս Դավթյան Ֆարմ ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանի մասին է, ով տարիներ առաջ որոշեց, որ հայկական շուկա պետք է բերել եւ մեր կենցաղ պետք է բերել նաեւ հենց
ծնեբեկը։ Այն ժամանակ մենք գնում էինք ֆրանսիական ծնեբեկ կամ այլ երկրից ներմուծած ծնեբեկ շատ թանկ գնով, բայց Դավիթի ջանքերի շնորհիվ այսօր Հայաստանի գրեթե բոլոր սուպերմարկետներում դուք կարող եք ձեռք բերել որակյալ ծնեբեկ։ Ավելին, շատ գյուղացիներ հետևելով նրա խորհրդին, նրա խորհուրդներին, սկսեցին իրենք էլ աճեցնել այս համեղ եւ շատ օգտակար մշակաբույսը։ Եվ այսօր կարծես սովորական բան է դարձել, որ հայ ընտանիքում սեղանին կարող է դրվել ծնեբեկը։ Ինչ ճանապարհ է անցել Դավիթը, արդյոք նրան հավատում էին, որ մի օր նա կկարողանա իր երազանքի իրականություն դարձնել, թե ոչ։ Ինչ խնդիրներ ունի այսօր հայ գյուղատնտեսը, ինչ խնդիրներ ունենք արտահանման եւ ներմուծման ոլորտում։ Այս ամենի մասին մենք այսօր խոսելու ենք իմ շատ սիրելի ընկեր Դավիթ Դավթյանի հետ։ Գնամ դուռը բացեմ եւ մանրամասները միասին ներկայացնենք։ Այսօր իմ լավ ընկեր Հերմինե Ստեփանյանի հյուրն եմ, Հերմինե դիալոգ հաղորդման ու ինչ պետքա տանեմ, բնականաբար ծնեբեկ, որ նաև Հերմինեն պատրաստի։ Ես գիտեմ ծնեբեկ ունեմ, պահեստում պարզվում է մի գրամ ծնեբեկ չունեմ։ Ու հիմա ընկել եմ սա գործընկերներին ում վաճառում եմ, ծնեբեկ եմ ման գալի, կարողա վաճառքի ծնեբեկ ունենաք, վերջում 2 սիթիներից կիլոյուկես ծնեբեկ կարողացա գտնեմ։ Էս այն մասինա, որ կոշկակարի կոշիկն է էլի ծակվում։ Ստեղ հետևում համովություններ են, հատապտուղներ են օրգանիկ ու նաև ծնեբեկն է։ Կարծում եմ շատ հետաքրքիր ու ամենակարևորը օրիգինալ ու համեղ հաղորդում է սպասվելու։ Տենց է գիտեի, որ ես Պրես որ ժամանակ գտար, արի։ մեծ բան չեմ։ Գիժես, էլի ես կզարմանայի, որ դու իմ մոտ գայր ու լիքը պարկեր չլինեին։ Բան չեմ արել, էլի, չեմ հասցրել ես անգամ, ես արդեն զբաղված եմ։ Ուրեմն ասեմ, որ Դավիթը ամեն անգամ է այսպես, նույնիսկ եթե ինքը չի գալիս։ Ես միշտ ուղարկում եմ։ Հա, Դավիթ։ Այս արմավիլին է։ Մենակ այս ամենը չի, հայկական չի։ Մերս հայկական չի։ Հապալասը, բավական տեղից է։ Չեմ, խանութ խնդրացա։ Գիժես դու։ Մենակ այս մեկ խանութ է։ Ես էլ եմ խանութ ստացի։ Ես չեմ հասցրել։ Դու գիժես, Դավիթ։ Բայց ինչ ես գյուղից որ բերում ես էլի հասկանում եմ, բայց որ գնացել ես խանութից։ Ես այս սարոշկաս մի անգամ ես կեղտոտելու եմ մի անգամ։ Ես սարոշկա չեմ Դու ամեն կերպ սիրուն ես։ Դե ծնեբեկն էլ հանի։ Մի հատ բան ասեմ չես հա, ծնեբեկն էլ եմ առել։ Անգեղծ է սա կպա։ Ես 3 ժամ ծնեփակ եմ ման գալուց եղել։ Ինձ թվում է լավ մնացածը մի անի, սպասելը տեսնեմ։ Պահեստում ինձ թվում էր կար, բայց չկար։ Ուսիտից եմ առել։ Նա ես մի հատ բան ասեմ, ես իհարկե երկար մտածում էի ինչ պատրաստեմ քեզ համար, որ նաև նորություն լինի, բայց ես ինչքան մտածեցի, քանի որ ես իմ վրա միսիա եմ վերցրել նաև ծնեբեկը պրոպագանդելու եւ հանրահռչակելու, ես մտածեցի միևնույնն է պետքա 3 ուտեսներ ծնեբեկով պատրաստեմ, այնպես որ ուզես չուզես այսօր էլի ծնեբեկ ես վայելելու։ Ես ծնեբեկ չեմ ուտում, ասեմ մանաս, անկեղծ։ Բա սեզոնը ավարտվեց, չէ՞, էսի երկրորդ սեզոնի առաջի բերքն է։ Իսկ սխալ հյուր եմ ընտրել։ Աշնանային բերքը հավաքի, առաջին բերքը դու ես պատրաստում։ Դե արի գնանք համ ճաշենք, համ զրուցենք, համ էլ ես հասկանամ այսքան բանը ինչ եմ անելու։ Ես աշխարհի ամենաերթանիկ մարդկանցից մեկն եմ, որովհետև տարվա ընթացքում ծնեբեկի պակաս իմ տանը չի լինում։ Չեմ թաքցնում, ծնեբեկը միշտ իմ տուն է ուղարկում հենց իմ սիրելի Դավիթը արգղով, նույնիսկ հիմա երբ շատ հետաքրքիր սեզոն է ծնեբեկի համար, ես ունեմ այս հրաշալի արտադրանքը, իհարկե հաճելի է, որ ինքը հենց բերեց, դրա համար առավել ուրախ եմ։ Եվ մի փոքր տարօրինակ է գուցե հնչում, բայց այսօրվա ամբողջ ճաշացանքի կոնցեպտը լինելու է հենց ծնեբեկի շուրջ։ Ես հասկանում եմ, որ իմ սիրելի ընկերը շատ հաճախ է փորձում իր իսկ արտադրանքը, բայց իմ նպատակն էր, որպեսզի ձեզ ներկայացնեմ հետաքրքիր բաղադրատոմսեր, որոնք պատրաստվում են հենց ծնեբեկով։ Դե վստահ եմ, որ նա էլ դեմ չի լինի փորձելու իր իսկ ծնեբեկը նոր բաղադրատոմսով։ Պատրաստելու եմ մի ազնվական ապուր ծնեբեկով։ Նախ պետք է տապակել սոխը, շատ մանր չկտրատեք։ Ձիթայուղ, տապակում ենք սոխը, ավելացնում եմ նաև կարտոֆիլ, խորանարդաձև մանր կտրատել եմ։
ապուրի համար ինձ պետք է ծնեբեկի ներքևի հատվածը, այնպես որ կտրում ենք եւ առանձնացնում ներքևի հատվածը։ Վերևով կարող եք զարդարել։ Ավելացնում եմ արդեն ծնեբեկը։ Ավելացնում եմ նաև սպիտակ, անապակ գինի, իհարկե կթողնեմ եփվի, սպիրտը գոլորշանա եւ մնա գինու աննկարագրելի յուրահատուկ համը ապուրի մեջ։ Ավելացնում եմ նաև արգանակ, իդեպ սա հենց ծնեբեկի արգանակ է, նախորդ ուտեստից եմ վերցրել, դե հո չէի թափելու այսպիսի հրաշք արգանակը։ Աղ եմ ավելացնում։ Նաև մեկ բջիջ սխտոր եմ ավելացնում։ Իհարկե արդեն պետք է հարենք։ Պետք է հարել։ Ավելացնում եմ նաև 10% յուղայնությամբ սերուցք։ Եվ պետք է մատուցել։ Մի քանի կաթիլ թարմ ձիթայուղ, սև պղպեղ, մի փոքր պարմեզան եւ չենք մոռանում զարդարել։ Դավիթ իսմա երկար պատմելու կարիք չկա, ինչ ենք փորձելու։ Մենք փորձելու ենք ծնեբեկով կրեմ ապուր, ինձ առաջի հարցը, որ հետաքրքիր է, մինչև կփորձելը։ Մինչև փորձելը, ինչ զգացողություն ունես, երբ արդեն մարդկանց տանն ես քո ծնեբեկը տեսնում եւ պատրաստվում ես փորձել։ Շատ, գիտես, ահավոր հաճելի զգացողություն է։ Մենք համադրելու ենք օրգանական տակառ գինով, սպիտակ գինով, ինձ է պիտի որ շատ լավ համադրվի։ Դե անկեղծ ասեմ, տակառը այն քիչ գինիներից է, որ ես խմում եմ։ Ես հավատում եմ, հատկապես որ ապուրի մեջ էլ կա այս գինոց, կխնդրեմ հյուրասիրես։ Շնորհակալություն։ Մեծ բարի ախորժակ։ Հուսամ կհավանես ապուրը։ Գիտես հեշտ էր քեզ համար ծնեբեք պատրաստելը, Դավիթ, գիտես ինչ վախեր եմ ունեցել։ Ասում Սինգապուրներու մասն է ծնեբեկը փորձել։ Ես անկեղծ մի բան ասեմ, ես ուսանող տարիներին գիշեր-ցերեկ ծնեբեք էի ծախում, ես ժամանակ չունեի ինչ-որ բան ուտելու, ես նաև գիշեր-ցերեկ ծնեբեք էի ուտում։ Մի երկար շրջան ես ծնեբեք չէի սիրում, բայց սկսել եմ նորից, ոնց որ նորովի սիրելը, ու արդեն, որ ես ծնեբեկի վրա արդեն անկեղծել եմ, այդքան չեմ չարչարվում ֆիզիկապես, ոնց որ արդեն որպես դելիկատես սկսել եմ զգալ ծնեբեկը։ Չեմ, խորը բան է էլի շատ, որովհետև նայում էի ծնեբեկին, ներվային անում էի, բայց հիմա այս անդադ գտալով ոնց որ ուսումնասիրեմ։ Դե փորձի, լավ մի տանջի ինձ։ Քանի որ ես 954 համ եմ ունեցել խոհանոցի մեջ, շատ եղել եմ։ Մատ նոր բան կա էլի, երբ որ շատ լավ բան ես պատրաստում։ Ու նաև որ ինքը ընդգծված շատ համ չի ունենում։ Դու այնքան զգուշ պետքա պատրաստես, որ ծնեբեկի համը չկորի։ Այո, կորելա համը։ Չէ, ոյ, մերսի։ Ես մտածում եմ կարտոֆիլը խեղտած կլինի։ Այնքան ճիշտ է, հենց այդ է ես։ Առաջինը կերա կարտոֆիլի համը, երկրորդը կերա Էդ եմ ուզում բռնեմ, էլի կարտոշկենով ծնեփակ ինչի՞ս է, բայց ֆանտաստիկ համով է, շատ համով է։ Ես շատ ուզում եմ այն մարդիկ, ովքեր լսում են մեզ, ծանոթանան քո կյանքի պատմությանը եւ այն ամեն ինչին ինչ որ հիմա կա դրա հետ, ճիշտ այնպես ինչպես ես եմ ծանոթացել։ Բայց ես կխնդրեմ մենք իրար հետ սկզբից սկսենք։ Նախ հասկանանք ոնց եղավ, որ քո կյանքում հայտնվեց գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսությունը իմ կյանքում ծնվելուց հետո հայտնվել։ Ինչու են կարևոր այն մարդիկ, ովքեր հավատում են մեր երազանքներին, մեր խենթություններին, եթե հատկապես ֆոկուսը բերենք, հա, քո գործի մեջ, մեծ գյուղատնտեսություն, օրգանական գյուղատնտեսություն, նոր կուլտուրաների մշակում, որը Հայաստանի համար անծանոթ էր, դա կարող է քեզ համար լինել ընկալելի, տեսանելի, բայց պետք են չէ մարդիկ, ովքեր նաև հավատում են դրան եւ քո կողքն են կանգնում։ Ինչու է դա կարևոր։ Դες ոնց որ
ընկալված չլինելը անդադ կոտրում է քեզ ամեն րոպե։ Հիմա ես գյուղատնտեսությունը պատահական չի, որ գյուղատնտեսությունը ագրոմշակույթ են ասում։ Ինքը հենց մշակույթ ու արվեստ է, որովհետև եթե նկարիչը կտավի վրա է ստեղծագործում, ֆերմերը հողի վրա է ստեղծագործում։ Սիրուն Ու ասացիր։ իրոք այդպես է, էլի հիմա դուք պատկերացնում եք նկարիչ ում կտավներին նայեն ու նկարիչը նկարում է, որպեսզի ոգևորություն տա, սեր տա, էմոցիա առաջացնի, չէ։ Նույն տրամաբանությամբ կարծում եմ նաև ֆերմերի այդ կտավը պետք է լինի ընկալելի, որպեսզի ինքը շարունակի ստեղծագործել, մոտիվացվի, լցվի, սա շատ կարևոր է իրականում։ Ու պատկերացրեք, որ ոնց որ նկարիչը իր ժամանակներում ունեն, չէ՞, տենց նկարիչներ, որ ընկալված չեն եղել, իսկ այսօր միլիոններ արժի իրանց նկարները։ Ցանկացած նորություն իր հետևից բերում է քննադատություն։ Ցանկացած նորություն, նույնը նաև նոր մշակաբույսն ու նոր ոլորտն է գյուղատնտեսության մեջ, քանի որ չընկալված ես, առաջինն ես, որ դա անում ես։ Այսինքն շատ պարզ է տրամաբանություն, եթե դու լինեիր ընկալված, այսինքն քեզնից առաջ դա կանեին, որտեղ պետք է ընկալել էին։ Լավ, հայրիկդ ինչու չէր ընկալում, որովհետև ինքն էլ գյուղի մարդ էր, մշակ մարդ էր, հողի մարդ էր։ Ֆանտաստիկ խորը բան կա, իդեպ մենակ դու կարաս ինձ sense հարցեր տաս ու ես չեմ կարա քեզ ասեմ, չկա տենց բան, չկա։ Անցավ մի քիչ օգտագործում ես քո Գիտե իմացած ինֆորմացիան։ Մենք երկու արվեստագետներ ենք, papan ուրիշ բաներ նկարում, ես ուրիշ բաներ նկարում։ Մեր ագրոմշակույթների մեջ։ Ինչ էր ինքը նկարում։ Ծնեբեկը, այդ ոլորտը։ Ես իմ ճագարաբուծությունը ու ամբողջ այն էր, որ ինքը իր նկարելու ձեռագիրը ուներ, ոչ թե ուրիշ բան նկարել, այդ ձեռագրի խնդիր էր։ Ես իմ ձեռագիրը ունեի։ Իմ ձեռագիրը ոչ թե ընդունելի չէր իր համար, այլ իր ձեռագիրը շատ հստակ էր ու ցանկացած ծնող նամանավանդ մեզնից ավագ սերունդները միշտ ուզում են, որ իրանց երեխեքը շարունակեն ու անեն իրանց գործը ոչ միայն, այլ նաև անեն իրանց աշկի տակ, որպեսզի պաշտպանեն։ Այսինքն ինքը ուզում էր տենց ինձ պաշտպաներ, որ կգաս գյուղ, իրար հետ տնտեսությունը կվարենք։ Քո ավարտելուց հետո, ինստիտուտը ավարտելուց հետո, մեր միշտ մեր կռիվը այդ կռիվը հասկանում ենք, էլի, մեր կռիվը դա է եղել։ Միևնույն ժամանակ ես չեմ կարա գրեմ թեկուզ հորս ձեռագրով։ Մի օր, երկու օր, երեք օր հանգիստ աշխատում էինք ու արդեն այդ աշխատանքը վերերացվում ներվի իմ համար, որտեվ ես ավելի ուրիշ ձև էի շատ բան պատկերացնում ու դա եւս նորմալ է։ Ժամանակների եւ սերունդների մտածելակերպի տարբերությունն է, բայց այնքան նորից երկրորդ սիրուն մասը ժամանակի ընթացքում այս ձեռագրերը նաեւ մերվում ու հավասար զոլվում են իրար հետ։ Այսինքն ոչ ես եմ թողում, ոչ հիմա տես գյուղում է երեք թե առաջի օրը ես ասացի, որ ժամանակն է, որ այն տնտեսությունը, որ այստեղ սարքել ենք, այստեղ կառուցում ենք ու անում ենք երկու աղբերի դեպ արդեն ու մի օր գուցե Դավթյան Farms-ը վերաբրենդավորվի Դավթյան Brothers։ Սա Հարավային Կովկասի ամենամեծ ծնեբեկ արտադրողն ենք։ Ծնեբեկ արտադրող ընկերություն։ Մինչև դրան հասնելը մի քանի հարցել անցյալից, եթե կարելի է։ Բայց ես անցյալի համար եմ էլի ասում։ Ու ես ինչ էի ասում papayin, ուղղակի մի քիչ ավելի շատ եմ բացում, որ ես ինչ էի ասում երկու օր առաջ գողում էի, 1-2 ասում եմ, պապ, ժամանակն է, որ դու արդեն այս մեծ պրոյեկտներում լինես խորհրդատու։ Ու սենց զգում ես էլի էմոցիա, որ ես իմ տնտեսությունը ունեմ։ Մենք իրեկս ամենքս մեր տնտեսությունները ունենք ու մեր ամեն ինչը իրար հետ է։ Բայց մենք ամենքս սենց առանձնացել ենք իրար չխանգարենք, էլի ով ոնց ուզում նկարում։ Ես ինձ թվում ասում եմ չկա էլի ավելի պատվաբեր բան, քան քո որդիների տնտեսությունում, քո տվածով, որ կայացրել են այս ամեն ինչը, լինես խորհրդատու։ Սա շատ կարևոր է։ Չէ, բայց ինքը դեռ պիտի աշխատի, ինքը ուզում է, ես պատկերացնում եմ, որտեվ այդ կապը նաև հողի հետ շատ կա։ Ինքը ուզում է,
իրանք տնտեսություն վարում են նենց, մենք երկու աղբեր բիզնես ենք անում, հայրը Սյունիքում վարում է տնտեսություն նենց, ոնց իրան հաճելի է, կոնկրետ, չկա ինչ, ասենք բիզնես պլանը ինչ ենթադրում է չի, այդ իրան չի հուզում։ Հայրիկներին ամեն ինչ կարելի է։ Իհարկե կարելի է։ Դա իսկ հետաքրքիր է, ինչի հենց ծնեբեկ։ Ոնց սկսվեց հենց այդ ծնեբեկամանիան։ Շատ պատահական, պապայի ընկերները եկան մեզ հյուր ու առաջարկեցին մասնագիտական նաև ընկերներ էին, էլի։ Առաջարկեցին նոր մշակաբույսեր։ Նաև սերմեր տվեցին մի քանակի, փոքր քանակի ու ոնց որ այդտեղից Տավուշը շատ կապված ես։ Երբ որ մենք խոսում ենք եվրոպական ծնեբեկ, բան տավուշցիները երբ են ծնեբեկ։ Վայրի ծնեբեկը անտառներում։ Նույնն է սյունեցիները, նույնն է արցախցիները։ Ու մենք ծնեբեկի արժեքը գիտեինք։ Այսինքն սա հորս համար նոր մշակաբույս չէր։ Սա հորս համար այն մշակաբույսը, որը գյուղում համարվում էր, վաու, սարերից բարձրանում հավաքում։ Ծնեփակը։ Սա տեղայնացնելու հնարավորություն էր։ Ու ինքը բնականաբար այս հնարավորությունից օգտվեց։ Երբ որ մենք դեմ սկզբից այդ դաշտերը անում ենք, մենք չէինք մտածում, որ վա, եվրոպական շուկա, չգիտեմ։ Ուղղակի ինքը իր տեսակով ես ինչ ասեցի, ստեղծագործ մարդ է, անընդհատ նորություններ, նոր փորձարկումներ շատ է սիրում։ Սա բիզնես չի, սա իր մասնագիտությունն ու իր կյանքն է, որս հողի հետ աշխատելն է։ Ու նաև ուզում եմ ասեմ, որ ծնեբեկը Հայաստանում այդ ոլորտը ես չեմ հիմն հայրս այն։ Հիմա բոլորը գիտեն ես եմ։ Ես ուղղակի զարգացրել եւ շարունակել եւ զարգացրել եմ։ Ու դրեց։ Ու չենք կարող վաճառենք, դա պատմությունը շատ լավ գիտես, որ հերո տղա այքն քաղաք ծնեփակ ծախել է։ Պատմի էլի խնդրում եմ։ Դες ուսանող եմ ստե, զանգես, դե չկա տեսա զանգման չկա։ Ասում որ տենաս ինչ ծնեփակներ եմ արտադրել։ Ասում գնա տես որտեղ կարաս վաճառես, բերենք վաճառենք։ Ոչ գին գիտենք, ոչ հաշվարկ ունենք, ոչ բան, 2000 մետր, բայց ֆանտաստիկ ծնեբեկներ ենք ստացել։ Ես խանութներ գնացի, սուպերմարկետներից անծանոթ բան է։ Ու երկու սուպերմարկետում տենց ասեցին, օքեյ, լավ, բեր կտեսնենք։ Դե այդ տարիքում սենց 20 տարեկան բան, սենց 21 տարեկան, սենց մի քիչ բան ես ան։ Դե պայմանավորված սենց օթերով ես, էլի, ես եմ մի քիչ փողոցի տենց, փողոցը շատ եմ սիրել։ Պայմանավորված է բեր։ Այդ մեր Ժիգոլի ունենք 06, բագաժնիկը սաղ ծնեփակը սիրուն լցած, պապան եկավ ստե, լոր Սարոշկով, ես էլ եմ Սարոշկով, բիզնեսմեն ենք մենք, վերջն ենք, ծնեփակ ենք գնում ծախենք, ու առաջինը գնացինք, հիմիկվա ամենամեծ սուպերմարկետներից, այդ ցանց գնացինք, որ ասել էին բեր կտեսնենք, ես հորս ասել էի բեր կվերցնենք, նայեցին, ասին ինչքան, հերս ասեց 1000 դրամ, ախպի ինչ 1000 դրամ, ես ինչ են անում ես, որ 1000 դրամ օրինը, դե ծանոթ չեն, մեղադրելու չի, մշակույթին ծանոթ չեն, չէ լավ բան է տենց, գնա որ պետք կլինի կզանգենք, այդ ժամանակ կար մի հատ սուպերմարկետների ցանց, որը կոչվում էր Fresh, ու կար մի հատ լավ տղա, ես իրան չեմ հիշում, տնօրենն էր այդ Միրգ Բանջարեղենի, ինքը գիտեր այդ ապրանքի ինչա, ծնեբեկից հասկանում էր, վերցրեց, ասես ֆանտաստիկ որակ է, մենք մեր սուպերմարկետում ոնց որ կներդնենք, սկսենք իրար հետ աշխատել, մենք ասենք ուրախ, ասում ենք քանի կիլոից ենք սկսում, ասեց 2 մի բագաժնիկ ծնեփակ, արդեն սենց, դե պապանը կռված է էլի, տենց շատ էմոցիոնալ է էլի, կռվի վախտե տենց երևի սնարյադ բան է, երևի չէ, սնարյադ բան է մոտը տրակ է, տենց լավ էմոցիոնալ է էլի, թեթև է, սենց ինքը մի հատ հայացք ունի, որ ես այդ հայացքը բռնում եմ, սենց քշում ասենց բան, ասում եմ, պապ ռեստորաններում են սա օգտագործում, ասում եմ, որ դե լավ ռեստորան կա, դե ես է տենց գյուղ, բանակ ու եկել եմ քաղաք, նենց ծանոթ եմ, լավ ռեստորան, ասի որն է, դե հիշում եմ, որ նա տելևիզորով տեսել է ոսկեգույն պատերով, բան, ասի Եվրոպա ռեստորանում հաստատ վերցնելու են, սենց եվրոպական մթեք, գնացի ասին չենք ուզում ախպեր, ու տես սենց
Պապան առաջի բանը տրակեց, մի քանի անգամ այլ է, ես ինչը բերել ես տե, որ կարողա գիտես, բան, ասում հիմա նայի ծնեբեկը ոնց են ծախում, ասում աստե ուր դե շուկա կա, լավ, թանկանոց շուկա, ասում կոմիտասի շուկան, այլանք բագաժնիկը բաց է կանգնել ենք, առևտրական, դե առևտրականներ, ով այդքան փող տալու եկան, դու 1000 դրամի մասին եմ ես խոսում, ավել գումարի մասին չեմ խոսում, բայց քան ասես 1000 դրամ, դե ինքնարժեքը շատ թանկ է իր, էլի, առնվազն այդքան ու ավելի շատ իր ինքնարժեքն է, ասես 210 կվերցնենք, ասես հերս կռիվ արեց հետո, բան դե ես արդեն գիտես լուր եմ, որտեվ գիտեմ, վերջում մեկային վրա է սա, սուս եմ ես, իմ գլխին է սա ջարդվել, չի կարա ուրիշ ձև լինի, սխելոք եմ, բան ասում, պապետ ով էր էտի, ասենց եմ որ անընդհատ բանը մոտ եմ գնում, պապետ, ասում ուրեմն նայի, ծնեփակ ասում, պետք է, էսի, ասում փողոց մարդկանց, որտե շարժ կա, տե ծախում, սիան ծախում ենք, ես եմ ասել, գնացինք բագաժնիկը բացեցինք, կանգնեցինք, կանգնած ենք, բան, մեկ եկավ անցա, որ դու հորս ճանաչում էր, ասենց, արա դրա մեջ չկա վատ բան, չկա բայց կինոյա, կյանքում առևտրական չենք, պրոստե ծնեպակն ենք ուզում ծախենք, առաջի բագաժնիկը բաց կո, Սամ ջան բարև, ոնց ես եկավ ուսա, դե պապանը շատ լավ սովորել է բանը, ես ինչ ես անում բաստե, ասում ես երեխեն մի քիչ ապրանք է բերել, ներվում է, երեխեն մի քիչ ապրանք է բերել ծախի, ասի գամ, ըստե ընկերը գնաց, ասեց փակի բագաժնիկը, սփագել եմ հելա, հասանք տուն, պաձեզդի մոտ, ящикները գցեց, բայց թվում եմ ինչքան արմատ կա, սաղ քանդեմ, ես ինչի խի բերիս տե, քո համար ես կարողա բանն եմ, նեղվել է, որտեվ ամեն աճեսնելուց, ամեն ջրելուց հետ, այդ հաստության ամեն ինչ հետ, սիրուն հույսերա չէ եղել, նաև այդ ժամանակ, որ մեր ընտանիքում սոցիալական, տնտեսական վատ վիճակ էր, ոնց որ ծնեպակը նոր հույս էր մեզ համար, էլի, ու ասում եմ, ես ծախեցի այդ ծնեպակը մի 7-8 օրում, ու փողը սաղ, կոպեկ հավաքեցի, ես էլ ունեի շատ էլ, դե առանձին պարտքեր մարդկեր չկպա այդ փողին, ասի պապ դե ծախել եմ, այսքան փող ա եղել, նորից ուղարկի, են գիտես որ 5 պակասա, որ արմատները, ոնց որ ծառը, հանի ու թափի, հանի մի անգամից, 3 տարի աշխատել էինք, ծնեպակի սերմից ստացել էինք աշխատող ծառ ծնեպակի, էլի արմատ, ասի դե լավ ուղարկի, ասպա Դե ես շատ եմ խապել որս էլ է, երեխա ջահել տարիքում, դե ընկալված չեմ եղել, որ չեմ կռել, ստիպված, խապել է որն է, միշտ ոնց որ պահը տենց, փագել եմ գնացել է, էլի մի բան ասել եմ, ասում խապում ես, դու այդ չես ծախել, ասում եմ ծախել եմ, ասում դե երդվա, ասում արև երդվում, ասում երդվա իմ արև, ասում քո արև ծախ, ասում մորդ արև երդ, ասում քո արև սուտ եմ երդվել, ասում ծախել եմ, ասում ինչքան պա, ասում ոնց ես ծախել, պատմում եմ, դե այդ ժամանակ վայրի ծնեպակը էլի ճանաչելի է որոշ առումով, այնց ծուռ-մուռ կապեր եմ արել վայրի տակ, այն մալացիայի գիշերային շուկայում տարե ծախել եմ, լավ պրոդուկտը, վատ պրոդուկտը, ամենա բանի, որ ընդունված լինի, ճանաչելի լինի, ծռը, մռը, գլուխները ջարդ է, խառը, թելով, մելով, նայել եմ ոնց են ծախում, ծնեպակ, բայց ես ամեն թե 20-րդ եկողի մոտ, 10-րդ անցնողի մոտ, ով իրոք ճանաչում էր ծնեպակից հասկանում էր, ես հասկանում էի, կարա 20 մարդ անտարբեր լինի ծնեպակից, բայց մի մարդը, այս ինչ, հասկանում, այսինքն ոչ 100 մարդուց բոլորը սոխը ճանաչում են, բայց ոչ մեկ այսինքն սա ոնց որ ինձ ցույց էր տալի, որ ինքը սուտ ինչքան զարգացման տեղ ունի, ճանապարհ ունի, ու տենց ուղարկում էր ու ծախում էի, կամաց, այ կամացի մասին մենք հիմա կզրուցենք արդեն երբ աղցանը մատուցեմ, պատրաստ եմ ու գամ, Всё
Ես ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել իմ YouTube-ի պաշտոնական ալիքին բաժանորդագրվելու համար, ինչպես նաեւ ցեխ 1 զանգի կոճակը, որպեսզի առաջինը հենց դուք իմանաք, որ նոր հաղորդում կա արդեն իմ ալիքում։ Եվ իհարկե, եթե չլինեին իմ գործընկերները, չէր կարող այսպես շարունակվել նաեւ Հայրենի դիալոգ նախագիծը։ Եկեք միասին հիշենք իմ սիրելի գործընկերներին, ուզում եմ խոսել Valan Group ընկերության մասին, ընկերություն, որը Հայրենի դիալոգ նախագծի գլխավոր գործընկերն է եւ այս տարի ընկերությունը նշում է իր 25 ամյակը 25 տարի մի գործունեություն է ծավալում, որը մարդկանց կյանքը փոխում է եւ դարձնում ել ավելի որակյալ եւ ել ավելի հարմարավետ եւ ես մշտապես ներկայացնում եմ ձեզ Valan Group ընկերության նորությունները այս տարին ավելի բուրը եւ շռնդալից է լինելու, որովհետեւ հասկանալի է, որ տոնական տարվա հետ կապված կլինեն նաեւ հետաքրքիր ակցիաներ, նորություններ, խանութ սրահների բացումներ, ինչի մասին ես ձեզ մշտապես կտեղեկացնեմ։ Եվ հիմա ճիշտ ժամանակն է, որ մենք միասին դիտենք այն տեսանյութը, որ պատրաստել ենք։ Կարապետյան Արթուր, գլխավոր ինժեներ Valan Group-ի։ Արդեն 13 տարի է, որ ընդունվել եմ Valan Prof, սկզբից որպես ինժեներ չեմ եկել այստեղ, որտեղ հարցազրույցը ընդհանրապես ուրիշ ուղղությամբ էր։ Հարցազրույցի վերջում որոշվեց, որ աշխատելու եմ ինժեներ։ Եկել եմ որպես վաճառքի մասնագետ, սրահում աշխատելու համար։ Բայց հարցազրույցի վերջում դարձավ, որ պետք է աշխատեմ ինժեներ։ Խոսակցության ընթացքում պարզվեց, որ այլ բաներ գիտեմ, որ այստեղ պետք է գա իմ իմացությունները ու դրանից հետո ոնց որ ասեցի, փոխվեցի պաշտոնս արդեն ընդունեցին որպես ինժեներ։ Նախ շնորհավորում եմ Valan Group-ին 25 ամյակի կապակցությամբ ու ցանկանում եմ երկար ճանապարհ ունենա, ավելի նորանոր բարձունքների հասնի, նոր ձեռքբերումներ ունենա, մեծանա, թե աշխատակիցներով, թե գործի առումով։ Ամենալավ բաներն եմ ցանկանում Valan Group-ին։ Պատրաստելու եմ ամառային համեղ աղցան, որի թագուհի բաղադրիչը ծնեբեկն է։ Ծնեբեկը 3 մասի եմ բաժանում եւ խաշում եմ։ Այս ընթացքում մյուս բաղադրիչները նախապատրաստեմ։ Լոլիկ, եգիպտացորեն, ավելացնում եմ նաեւ հավի կրծքամիս, դե ունեի տանը, ինչպես չօգտագործեի։ Ընդհանրապես ես տենց եմ աղցանները պատրաստում։ Ինչ ունեմ, խառնում իրար։ Եվ ավելացնում եմ աղցանի թագուհուն, ծնեբեկը։ Սկսենք համեմել աղ, լայմի հյութ, նաև լայմի թարմ կտորներ, ձիթայուղ և բալզամիկ քացախի սոուսը։ Բայց նկարեմ էլի։ Նկարի։ Ես գիտես, չէ, ամենակիչ ուտելիք նկարողներից մեկն եմ, Հասեն Մանաս։ Սենց արվեստի գործ է, էլի ինքը։ Այս էլ է նկարչություն, էլի։ Դավիթ, փորձելու ենք աղցան, անկեղծ պիտի ասեմ, շատ երկար չեմ մշակել բաղադրատոմսը, որոշել էի, որ թագուհի բաղադրիչը պետք է լինի ծնեբեկը եւ օգտագործեմ այն, ինչ սառնարանում կա ձեռքիս տակ։ Նպատակս էր հայ կանանց եւ այն մարդկանց, ովքեր խոհանոց սիրում են, ցույց տալ, որ եթե ունես մի բաղադրիչ, որը շատ յուրահատուկ է, կարելի է իհարկե նաև համադրել շատ տարբեր բաներով, նույնիսկ ինչ ձեռքիդ տակ կա եւ վստահաբար այս բաղադրիչը պիտի հավաքեր ամեն ինչ եւ դարձներ իսկապես համեղ։ Ու ամենակարևորը շատ էսթետիկ։ Շնորհակալություն, խառնենք եւ փորձենք։ Մոտիկից էլի խնդրում եմ մատնկա։ Հենց ափսոսում եմ ուտեմ։ Մատնկարեք, որ դրանից հետո հանգիստ ուտեմ ես։ Մեռնում եմ ծնեբեկը ձեռքով ուտելու համար։ Հա, ես երբ որ իմիջայլուց տես թեթև խաշում եմ, կարակով, սխտորով, պարտադիր ձեռքով եմ վայելում, գինու հետ անմահական նախուտեստ ստացվում։ Եվ ես գիտեմ, որ դու ծնեբեկը ամենաշատը հենց այդպես ես սիրում, առանց որևէ այլ բանի, բայց որոշեցի մի նոր բաղադրատոմս մտածել։
Բա նաև ինձ պետք է ուտելու ձևը սովորացնես լայմը։ Եթե կուզես ավելացրու, ես արել եմ լայմ, թարմ քամել եմ, բայց եթե Արի մի կսկաս անկյունում ավելացնեմ, որ համեմատեմ։ Մի տարի առաջ եմ բացահայտել ծննդեփոք լայմ։ համադրությունը, Միշտ ինձ թվում էր բաներ կա, որ տեսնում ես, բայց մոտ չես գնում։ Չես զգում էլ ոնց որ, բայց վերջն ենք իրականում։ Շատ համով է։ Դանդաղ վայելել։ հա մի քիչ գլուխ կողամ, իսկապես լավ է ստացվել։ Ուզեմ մի հատ կենաց ասեմ։ Գիտես ինչի համար եմ ուզում խմեմ, մեր բոլոր գյուղերի համար ու գյուղացու արտադրանքը ավելի գնահատված լինելու համար ու մենք տես սովորական ծնեբեկով այստեղ գրեթե ամբողջը գյուղմթերք։ Այո։ Ինչ գեղեցիկ գրեթե ամբողջը։ Այսինքն մենք ունենք ֆանտաստիկ գյուղմթերք, բայց մենք ունենք խնդիր գյուղմթերքը բրենդավորելու, ավելի ճանաչելի դարձնելու, նոր մատուցելու, ճիշտ ձևով մատուցելու։ Այս նույն ինձ սիրուն բան կարելի է ստանալ խոսքի մեր գյուղմթերքով էլի։ Այս ամենակարևորն է։ Համաձայն եմ։ Դու քանի որ մեր գյուղերի դեսպանն ես, մեր գյուղերի այդ բարգավաճման համար։ Մեծ սիրով ես միանում եմ քո կենացին, քո խոսքին եւ իմ օրինակով ամենայն դեպս միշտ փորձում եմ մարդկանց ցույց տալ, որ ավելի ճիշտ է սպառել մեր գյուղացու արտադրանքը եւ օգնել այդ իմաստով գյուղացուն ոգևորել, ոգեշնչել, որովհետեւ երբ գյուղացին հասկանում է, որ իր արտադրանքը գնահատված է, սիրված է, դա ուժ է տալիս այլ ավելին անելու, պարապ չթողնելու ոչ մի թիզ հող։ Շատ կարևոր բան կասեմ, տես ինչից ենք խոսում, որ ինչա տալիս քեզ մարդկանց ջերմությունը ու հավատը քո ծրագրերին, քո գործին, ինչ տվեց այն ժամանակ։ Ես նաեւ ուզում եմ, որ այնքան սիրուն է մեր Երևանը եւ երևանցիները։ Շատ տարբեր երկրների մշակույթը տեսած մարդիկ են։ Մենք պետք է այս ձուլումը ունենանք։ Օրինակ կարելի է նաեւ աշխարհի ինչքան ռեստորաններում ու կետերում տեսել են ոնց է մատուցվում տարբեր գյուղմթերք, չէ՞։ Այո։ Բայց պետք է նաեւ էգոիստ չլինենք, այս ամեն ինչով կիսվենք գյուղացու հետ։ Այսինքն չասենք մեր երկրում չկա այս ամեն ինչը, այլ փորձենք ձևավորել պահանջ, որպեսզի գյուղացին սկսի այս արտադրանքները տա, շատ կարևոր բան եմ ասում։ Իհարկե։ Որովհետև այն ստանդարտը, այն փաթեթավորումը, այն ամեն ինչը կա, եթե դրա փոփոխության պահանջ չի առաջանում, Էսենա որ պետքա օգնենք, էլի, նույնիսկ թե քննադատելով, թե խոսելով, այս ամեն ինչը անելով, ու նույնը կարելի է նույն ափսեն հավաքել ցանկացած գյուղմթերքով։ Դավիթ, դա մեդալի մի կողմն է։ Բարձրաձայնել խոսալ։ Այսինքն մարդիկ շատ լավ պատկերացնում են, աշխարհի տարբեր անկյուններում տեսել են այս գյուղմթերքից ինչ հրաշքներ է պատրաստում եւ ինչ հրաշք գյուղմթերքներ, բայց բոլորին թվում է, որ սա մեր համար չի, Հայաստանի համար չի։ Բայց ես ասում եմ, որ սա մեր համար է ու Հայաստանի համար է։ Ուղղակի միշտ ոնց եմ ասում, որ մեզ պետք է, որ գյուղեր, քաղաքներ, գյուղացիներ, քաղաքացիներ, գյուղի երեխաներ, քաղաքի երեխաներ, այս խզումը վերանա, ու այս հաղորդակցման արդյունքում այնքան սիրուն բաներ կծնվեն։ Սա շատ կարևոր է, էլի, ու սա մեր ամենամեծ խնդիրներից մեկն է։ Այս համագործակցությունն եմ ես ուզում։ Նայ, ես համաձայն եմ, բայց պետք է նաև եթե խոսում ենք սպառման մասին նաև, որտեղ քո խոսքի մեջ երկու կարևոր բաղադրիչ կար։ Մեկը անջրպետը վերացնելու եւ մյուսը կարևորելու մթերքը արտադրանքը։ Ես այստեղ խնդիր ունեմ իրականում, որովհետեւ ես պատրաստ եմ մշտապես գնել գյուղմթերք, հատկապես եթե բիզնեսի մասին է խոսքը, ռեստորանները, բայց ունենք ստանդարտացման խնդիր։ Նայ, եթե օրինակ Դավթյանց ֆարմը մի օր այդ 2000 քառակուսի մետրը չբերեր չհասցներ նրան, որ չունենայիք բրենդավորում, փաթեթավորում, որակի ստանդարտ, ես վստահ եմ, որ այսօր չէիք ունենա նաև այն հաջողությունը, որ ունեք։ Եվ ես այո խնդիր ունեմ, որ գյուղացին եթե արտադրում է գյուղմթերք եւ պատրաստվում է բիզնես անել, օրինակ ռեստորանի հետ, ինքը պետք է կարողանա նաև պահել այդ ստանդարտը։ Ստանդարտ ոչ միայն որակի իմաստով, այլ նաև ժամկետների իմաստով, առաքման իմաստով, հարաբերությունների իմաստով։
այստեղ ես կարծում որ իսկապես մեր գյուղացին էլ անելու Մենք սահուն գիտես ինչին եկանք, շատ սահուն, որ այս թեման չի ուզի խոսենք իրար հետ։ Okay։ Այսօրվա top թեման, որ մեր առաջ շուկա են փակել։ Դու լինելով հաղորդավարուհի, հա, երևի 3 րոպեվա մեջ նենց հստակ գնահատական տվեցիր։ Այսօր մենք խոսում ենք, էմոցիոնալ ինչ-որ sense խոսակցություններ ենք ունենում, որ մեր գյուղմթերքը մտնի Եվրոպա, բայց ես միշտ ասում եմ, արդյոք մենք պատրաստ ենք, մեր գյուղմթերքը պատրաստ է մտնի Եվրոպա։ Ես նույն բանի մասին եմ խոսում, եթե ժամանակին Եվրոպա գնացողը սա սարքեր պահանջես ամեն ինչ, ասեր ինձ sense գյուղմթերք է պետք, գյուղացիների առնվազն մի փոքր մաս կդասավորվեր շուկայի պահանջին համապատասխան։ Շատ փոքր մաս։ Այո, բայց բոլոր ամեն ինչ իրար հետ կապված է։ Հիմա հետ գանք։ Մեր ամենամեծ խնդիրներից հետո մեկը մատուցումն է։ Սա շատ կարևոր է, շատ կարևոր է։ Մենք հստակ ունենք մատուցման խնդիր։ Ես մի քանի 2 օր առաջ գերմանական պետական հեռուստաընկերությունը հարցազրույց տվեցի, գուցե մի քիչ սուր էր, գուցե պետք չէ տենց խոսել, բայց ես միշտ պետք է անկեղծ խոսամ։ Ասեցի, որ օրինակ Ֆրանսիայի օրինակով ենթադրենք Մակրոնի պատրաստակամությունը հայտնել, որ մեր գյուղմթերքը պետք է վաճառի Ֆրանսիայում։ Ես ասում եմ, վայ, պետության առաջի դեմք, ասում ես օրինակ որպես ֆերմեր, որպես տնտեսվարող ու որպես մարդ, ով հասկանում է ինչ է տնտեսությունը, ես շատ կուզեի, որ Մակրոնի փոխարեն Ֆրանսիայի խոշորագույն սուպերմարկետների ցանցի մեկի մենեջերը այդ հայտարարությունը անել, ոչ թե պետության ղեկավարը, որովհետև եթե նույնիսկ պետությունը պատրաստ է ու նույնիսկ եթե աջակցում է, որ քո մթերքը մտնի այդ շուկա, գալու ենք կանգնենք միտեղ, որտեղ բիզնեսը աշխատելու է բիզնեսի հետ։ Այս B2B մասում մենք բախում ենք ունենալու, որովհետև այստեղ կա հստակ մի պահանջ, այստեղ կա հստակ մի առաջարկ։ Ու մենք չպետք է ասենք, պետքա տեղավորվեն մեր առաջարկի մեջ։ Մենք պետքա տեղավորվենք եւ համապատասխանենք։ Այո, դե նույն տեղավորվելը դա է։ Սա շատ կարևոր է, շատ կարևոր է այս ամեն ինչը։ Դες դու տվեցիր այս ամեն ինչը, բայց ինձ թվում է այս ամեն ինչի համար մենք պետքա ոնց ենք, օրինակ Ծնեբեկի օրինակով, չէ՞, տարիներ առաջ 10 տարի առաջ ավել դեռ մարդիկ չգիտեին ինչա Ծնեբեկը, ժամանակի ընթացքում շփվելով, նոր ռեստորաններով, Եվրոպա գնալով, նաև պրոդուկտը Հայաստանում լինելով, մարդիկ սովորեցին ինչա Ծնեբեկը։ Եթե մենք այսօր դարձնենք օրակարգ մեզ համար, այս ամեն ինչը, որ ապրանքը պետք է լինի տեսքով, չկա երևի մարդ, ով իմ չափ կամ ես այն մարդկանց եմ, ով շատ է սիրում հայ գյուղացուն։ Միևնույն ժամանակ ես այն մարդկանց եմ, որ ամենաշատն է քննադատում հայ գյուղացուն։ Անկեղծ։ Սիրուց է գալիս։ Դե ես ճիշտ է խոսում եմ։ Մեր խնդիրները այստեղ է մեր խնդիրները։ Ու կապ չունի ներքին շուկայում, գյուղական հարաբերություններում, պետություն այս հարաբերություններում, եթե մենք այդ սկզբունքները պահենք, մեր համար շատ ավելի հեշտ կլինի։ Բայց ամեն գյուղացին պետքա լավ ապրի։ Ես երբ որ սկսեցի արդեն մի քիչ լավ մեքենա քշել, մի քիչ լավ հագնվել, մի քիչ լավ ռեստորաններ գնալ, լավ շփումներ, հանդիպումներ ունենալ ու այդ հանդիպումների ընթացքում ասես չխեղճանամ, այլ առաջին ուզեմ, որ այդ հանդիպման պարսենց մի քիչ կասած գրեի կնչի, հաշիվը տամ, ես ինձ լավ եմ, արդեն ոնց որ մի տեսակ ես դուրս եկա, էլի գյուղացու բանից, ֆերմերի մարդկանց պատկերացումներում ես դուրս եմ գալի գյուղացու կարգավիճակից, խի։ Այդ ով ասե, որ գյուղացին պետք է ասես խեղճ, վիզծուր, խնդրում եմ։ Այն դեպքում, որ քաղաքացուն գյուղացին պետք է սնում է, այո, խնդրում եմ բիբարս, կարկուտը։ Լավ, ինչ է պետք անել։ Մենք ասում ենք, որ կա խնդիր, այդ խնդրի լուծումները։ Ցավ, մեծ ցավ է։ Աշխարհում, Եվրոպայում, Ամերիկայում հարուստ տղեկ են ֆերմերները։ Քո առաջարկը։ Ֆերարիներով առաջարկը առաջին հերթին պետք է հենց գյուղացին ինքը հասկանա, որ ինքը հարուստ տղա է։ Ինքը ուժեղ տղա է, ինքը բոլոր հնարավորությունները ունի ստեղծագործելու համար։
Լավ, սա մի քիչ հռետորական է։ Ստոպ։ Այս հենց ասած։ Չէ, ասեմ ինչու է հռետորական։ Ինձ համար հռետորական է, որովհետև լուծումը դեռ չես առաջարկել։ Որ պահին լուծումը առաջարկես, ես կասեմ, որ դու տեսար խնդիրը եւ առաջարկեցի լուծումը։ Միջին գյուղի ընտանիքը վերցնենք, որ խեղճ ապրում է։ Այո։ Ես քեզ բացատրեմ, որ խեղճ ապրում է, ինքը բիզնեսմենն է, ու ինքը մեջտեղում կանգնած է, ու ինքն է ընտրում բիզնեսմենը թե խեղճ ապրում։ Ունի սեփական տուն, հիմնականում երկու հարկանի տուն։ Հիմնականում կամ տանեկից ինչ-որ շինություն։ Տունը ունի, արտադրական տարածքը ունի։ Բակի առաջի հարկը, ստոպը լսա հողին չենք անցնում։ Հետեկանք հողին։ Դաշտում ունի առնվազն 2 հեկտար հող, որ խոտ անում, վաճառում է, ասենց ասում է մեջը։ Կամ ոչ էլ մշակում։ Կամ ոչ էլ 60% չի մշակում։ Գիտեմ, կանաչին խանութից են առնում։ Իհարկե։ Չմեղադրեք ինձ, որ դրա մասին միշտ խոսում եմ։ Ճիշտ, պետք է խոսանք, ես դրա, ասում եմ հողս ծախեմ Երևան կվարձիրա առնեմ։ Ու գա Երևան միտեղ Նավաստրոյքում արմատուրա գործի։ Ճիշտ է, այդ պետք է խոսանք ճշտի մասին։ Հիմա տես ինչ է դառնում։ Այդ նույն հողը ունի, արտադրական տարածքը ունի, մնալու տունը ունի, ու ընտանիքի անդամներով հիմնականում աշխատանք չունեն։ Նա ինչ հնարավորություններ ունի անսահմանափակ ստեղծագործելու ու ոչ մեկ գյուղում սոված չի, սոցիալական գուցե խնդիրներ կա, բայց ոչ մեկ ուտելու հացի խնդիր շատ քիչ ընտանիքներ ունեն։ Դենց ես չունեմ, էլի իրար։ Չունենք ապահովագրություն եղանակային պայմաններից, արհավիրքներից։ Խնդրում եմ։ Ես ասում եմ այն ինչ որ հիմնականում հնչել է, ես այս հարցով միշտ խոսում եմ գյուղացիների հետ։ Գիտես, մեր ժողովրդի մոտ sense մի հատ բան կա, խոսելուց եմ ես շատ զգույշ խոսում, որ ինչ չտեղավորեն քաղաքական ինչ որ կառոպկի մեջ։ Այս սրա ունից է խոսում, նրա նարատիվն առաջ տանում, չէ՞ ժողովուրդ ջան։ Պարզապես խոսում ենք անկեղծ, նրա մասին, ինչի մասին պետք է խոսանք։ Գյուղացին եթե մտածի ինքը ուժեղ տղա է, բիզնեսմեն տղա է, իսկ այդ ամեն ինչը դիտարկի բիզնես ռիսկեր, որոնց մասին կարելի է անverջ խոսալ ու լուծումներից եւս անverջ խոսալ։ Ինքը կսկսի ստեղծագործել ուրիշ ձև։ Իսկ ինքը եթե մտածում է ճակատագրով պատիժը, այդ հողը, կարկուտը, եթե ինքը իր մտքի մեջ մտածում է ինքը պատժի տակ է ապրում, երբեք ոչ մի դեպքում ինքը չի հաջողելու։ Հավատ, ստեղծագործել կամք, տես ուժի մասին չեմ խոսում ֆիզիկական, բոլորը ունեն ու բոլորը որոշակի առումով այդ ուժի ինչ որտեղ կիրառում են, բայց ճիշտ տեղում իր ուժն ու էներգիան պետք է աշխատացնի։ Երբ դու հասկացար, որ ոչ թե պատիժ է, այլ պարգև։ Երբ որ առաջի անգամ ընդունվեցի ուրիշի ճագարաբուծարան գործի։ Մի քիչ բարդ հասկացա, բայց հասկացա, որովհետև առաջի այդ ընկերությունը, տնտեսությունը, որ բավականին լավ ֆինանսով հիմնվել էր, այդ տնտեսությունը ճագարաբուծությանը դիտարկում էր չոր բիզնես, արտադրություն։ Իսկ գյուղատնտեսությունը նաև այդ դեպքում խնդրեմ ես ունենում, եթե դու թղթերով արտադրություն ես դիտարկում, ու ես ոնց որ այդ ոնց եմ քեզ ասում դեսպան գյուղեր, ես է դեսպանն էի ճագարների ու գործ բան, տիրոջ միջև էլի, սենց ինքը ասում էր սենց պետք է արվի, գնում էի ճագարների մոտ, ուզում էի տենց անել, ճագարները ասում էին հոп ընկեր, սենց չպետք է արվի, մեզ էդի պետք չի, սենց պետք է արվի, ու հետ էի գնում ընդե, ասում են սենց պետք է արվի, սենց պետք է արվի, դու գայս է ճագարները ասում են, ընկեր, քեր մենք իրար հետ էթանք, ոնց ճիշտ է տենց անենք, այդ իմ գործից դուրս գալներ իմը դնելն էր օրինակ, էլի պատկերացնում ես, սենց մի քիչ բան եմ, պատկերավորեմ, ու ես հասկացա, մի րոպե, այս մարդը քաղաքին ամենավաու բիզնեսմեններից մեկն է, որ կեսը իրան օլիգարխ էր ասում, կեսը էս էր ասում, ոնց իրա մոտ ես աշխատում, ուժեղ դեմքեր, շատ ուժեղ դեմքեր այդ ժամանակների համար, բայց միևնույն ժամանակ ես հասկացա, որ իմ շարքային գյուղացուս ձեռքում այդ հաջողության բանալն է, որ ինքը չի հասկանում։ Իսկ ես ունեմ գոմ, գյուղում, որ գոմը կարա դառնա ֆերմա, մենք կանոնն ենք փոխում։ Ես ունեմ ճագարների հետ ճիշտ հաղորդակցվելու ձևը, այս ամեն ինչն է, այս խանգարում ջեթա մի մանեմ։ Պատկերացրեցիք, չէ՞, ինչ եմ ասում։ Այս ամենակարևորն է, այսինքն ես կարա լինեի տես սանիտար կամ, չգիտեմ,
ճագարների խնամող ու մնայի խնամող, բայց ես հասկացա, որ ոչ թե ես եւս գործարար եմ, այլ ես ավելի լավ գործարար կարամ լինեմ, քան ինքն է։ Ինքը օլիգարխ էր, հիշում եք, չէ՞։ Այո։ Բայց ես դեմք էր, քաղաքի դեմքերից էր, էլի այդ ժամանակվա Հայաստանի, ոչ թե քաղաքի։ Բարևներ, լավ ընկեր այն։ Հասկանում եք, չէ՞, վաղուց չի զբաղվում, չի զբաղվել իրան հետի պետք է չես։ Պատկերացնում ես, չէ՞, ինչ եմ ասում։ Հիմա նույն գյուղացին, որ հասկանա այս, ախպերս իմ համար հնարավորություն է, իմ համար պատիժ չի։ Նայ, երբ որ պատմում ես, ինձ մոտ տպավորություն է, եթե չիմանայի քո պատմությունը, որ ձեզանից հետո տեղ գյուղում բոլորը սկսել են զբաղվել գյուղատնտեսությամբ եւ ծնեբեք են աճեցնում կամ էլիտար սորտեր են աճեցնում, բայց տեղ գյուղը սրա ճիշտ հակառակ այ դու դախի գիտես, որովհետեւ ցույց տվեց։ Ես գիտեմ ինչի մասն ես դու խոսում։ Ես շատ լավ գիտեմ ու իմ կյանքում երկու անգամ ա եղել փոփոխություն։ Իմ երկրորդ փոփոխությունը եղել է այն ամենից հետո, ինչը տեղ գյուղում իրական տեղի ունեցավ։ Իսկ ի՞նչ տեղ։ Մեր ընտանիքի, դու լավ գիտես ինչ է։ Ես կուզենայի, որ խոսեինք սրա մասին, ինչու համար, ոչ թե ներանձնական խնդիր դարձնելով, այլ ինձ հետաքրքիր է հանրության գյուղի ընկալումը։ Մի բան տեղ գյուղը բոլոր գյուղերի օրինակն է։ Որ առաջ գնալու փոխարեն, ինչ անելու փոխարեն, ինչ պետք է անենք, բայց ինչ ենք անում, սրա օրինակն է։ Ուրեմն, հա, մենք կորցրեցինք Արցախը։ Ինչի՞ եմ սկսում այստեղից, որովհետև տեղ գյուղը Արցախի հետ սահմանագից գյուղ ա եղել ու մեր գյուղացիների հիմնական մասը Արցախում մեծ գործունեություններ են ծավալում անասնաբուծության հետ կապված, հացահատիկի մշակության հետ կապված, բայց երբեք մշակույթ որպես գյուղատնտեսության ուրիշ ճյուղ կամ բարձրարժեք գյուղատնտեսություն չի եղել։ Հայրս ընկերությունը տնօրինում էր մոտ երևի առնվազն 20 տարի, խոսքը դե ֆակտո չէ, դե յուրե։ Ու նաև նույն ձև դե յուրե դեռևս 20 տարի պետք էր տնօրիներ ամբողջ տնտեսությունը 40 հեկտար էր կազմում։ Ամբողջ տնտեսությունը։ Ձեր ընկերության մասին է խոսքը։ Տեղ գյուղի, Դավթյան ֆարմսի մասին եմ խոսում, ու այն ամեն ինչի մասին եմ խոսում, որը դու ինձ հարցնում ես, որ գյուղացիները բարձրացան, ասեն վերջ, այս հողերը պետք է մեզ հետ տակ։ Բայց դուք հողերը վարձակալել եք պետությունից 100 տարով կարծեմ թե 25 տարով։ 25 տարով։ Բայց առնվազն 20 տարի դեռ ժամանակահատված կար, բայց որտեղ էր ամբողջ խնդրեմը։ Ինչ տեղի ունեցավ։ Ասեն պետքա հողերը մենք էլ հող չունենք մշակելու համար, այդ հողերը պետքա տակ։ Եկեք այս տեղային մասը դուրս հանենք, տեղ գյուղի օրինակը, սա դարձնենք օրինակ Հայաստանի համար, էլի։ Նպատակս դա է իրականում։ Որտեվ իրականում նույնիսկ այդ ամենաէմոցիոնալ շրջանում ես ամեն ինչ նենց եմ կարողացել զսպեմ, որ գյուղի ներսի խոսակցությունը չդառնա շատ գյուղից դուրս ու միևնույն ժամանակ դուրսն էլ եմ հայրենակից, չէ՞ խոսքի։ Բայց ընտանիքից դուրս չգա դա տարբերակով, հա։ Չնեղացնեն, չվիրավորեն, էլ դա առանձին ծանր էի տանում։ Ինչ տեղի ունեցավ, ասեցին, պետք է այդ հողը դուք ունեք 40 հեկտար հող, որ գյուղից վարձակալել եք, այդ 40-ը պետք է հետ տա գյուղին։ Մենք եւս ուզում ենք ապրենք։ Նպատակը այն էր, որ ուզում էին իրենք մշակել, թե ուզում էին, որ դուք չմշակեք։ Դե ես ասեմ հերթականությամբ գնանք, էլի։ Մենք ուզում ենք մշակենք։ Էմինը նայ Ես առաջի տեղն է, որ այս մասին խոսում եմ, բայց եթե առաջի անգամն է այս մասին խոսում, դա մի քիչ բարդ խոսամ, որովհետև իմ համար դա հեշտ հարց չի, էլի։ Ու գյուղը ունի, հենց գյուղի ներսում մոտ 2000 հեկտար վարելահող, մեծ կանալ ունենք, որտեղ ջուր է գալի, որտեղ տասնյակ տարիներ այդ ջուրը առնվազն վերջի 10 տարին ոչ մեկի պետք չի եղել մշակություն, բարձրարժեք մշակություն իրականացնելու համար, ու գյուղացիք մի օր որոշեցին, որ մենք գնում ենք այդ հողերը վերցնենք։ Դե ֆակտո դե յուրե մեզ է պատկանում այդ հողը։ Այդ վաղտ ոնց որ շատ ծանր էր էլի իմ համար, այդ ամեն ինչ տանելը, բայց մի բան հստակ էի գիտակցում, որ
պետք չէ, էլի։ Սենց լիմոն վերցնես, գնաս, քաշես, պատերազմը նոր պրծած ում հետ կռիվանես, էլի քո գյուղացու հետ ես անելու։ Ամեն հարց կարելի է լուծել կառուցողական ու ճիշտ։ Ինչպես լուծեցի։ Ես մենակ մի բան էի ուզում, ես ասում էի, որ ի զարմանս ինձ իմ հերը լինելով այդքան էմոցիոնալ շատ զուսպեր ես հարցում, որովհետև հասկանում էր ինչա կատարվում։ Իմ ասում էի, օքեյ, ցանկացած լուծման պատրաստ եմ, բայց բացառապես օրենքի շրջանակներում։ Ես էդ էի ասում մենակ։ Եթե գտնում եք, որ պայմանագիրը սխալ է կազմված, լուծարեք։ Եթե գտնում եք, որ ես հողզավթում եմ արել, տարեք ինձ նստեցրեք։ Բոլոր լուծումներին պատրաստ եմ, բայց բացառապես օրենքի շրջանակներում։ Ես ծավալում եմ գործունեություն, ես հող հետ չեմ տալու ուղակի։ Ինչի համար տամ ես 40 հեկտար հող գյուղ ունի, մոտ 2000 հեկտար հող, էլի, այդ նորմալ մշակվելու ենթակա հողերի մասին եմ խոսում, որտեղ լավ գործունեություն կարելի է ծավալել, շատ ավելի հող ունի։ Շատ խորը հարց տվեցիր, ինչն էր պատճառը, որ իրանք եւս մշակեն, թե դուք չմշակեք։ 2000 հեկտարը կարելի էր մենակ տեղ գյուղը սարքել ագրարային փոքրիկ Իսրայել։ Ագրարային առումով էլի մշակել։ Ինչ տեղի ունեցավ, ասացին, всё, մենք ենք մշակում։ Այդ ժամանակ ես հələ չեմ խոսում խնդրի մասին հանրային։ Չկա ինչ-որ մեկը, որ իմ չափ հանրային աջակցություն կամ ազդեցություն չեմ ուզում, մարդկանց աջակցությունը ունենա։ Սա ավելի ճիշտ ձևակերպում է։ Ունեցի տեսանյութ։ Գիտեք, որ տեսանյութերից են, որ սենց չոտկի գնում է, սենց լրագրողական, սենց ֆուլ խախտումներ կա, էլի, որ վերջ սենց տեսանյութա, որտեղ ցույց է տալիս, նոր գիտես ինձ, ես տեսանյութը նայում ես, ասում ես, վայ, ես ոնց են ես Գյուղացիների հետ վարվել Դավթյանի ես ով են այս կուլակները, ու տակի կոմենտներն եմ կարդում, կուլակա թափել դրանց, կուլակա մեր, կուլակը որն է, երես նիսեր սիգարետ առնում միջև ոտիկան, կուլակա թափել դրանց, այս սրանք են, սենց բաներ է, սենց գնում է, Մյատ սենց թեմայից առանձին, ուտե գիտեք, ծանոթ դեմքերը տեսա, տենց բաներ են գրել, մտա մեսենջերով, կարդում եմ, ինձ ինչ-որ ժամանակ ինչ-որ հարցով դիմել են, ասել եմ չէ, այդ մարդիկ էլ են սկսել գրել, հասկանում ես, ես ատե նաև շատ բան հասկացա մարդու տեսակի մասին, սենց անցավ, ասեցի օքեյ, եթե այս վիդեոն կա, ես էլ եմ հրապարակային հայտարարում եմ, որ սենց բան է տեղի ունեցել, Անցավ մոտավորապես մի քանի ժամ, ինձ զանգեց, էկոնոմիկայի նախարարը, ինձ զանգեցին, մի քանի պատգամավորներ, որոնք ոլորտային ամուր կապված էին գյուղատնտեսության հետ։ Ու էլ ինձ զանգեցին խնդրին վերաբերվող կամ վերահսկող ոլորտի պատասխանատուներ։ Ես չեմ խոսում, պատասխանատու ոլորտի Բա հանկարծ ինքնագործունեություն չանես, սա լուրջ խնդիր է, եթե մենք դեմը չառնենք, սա կդառնա նախադեպ, եթե ամբողջը քոննա եւ թղթով եւ իրավաբանորեն եւ ֆակտ, ինչի մասին է խոսքը, ասացի, օքեյ, ես չեմ էլ պատրաստվում ինչ-որ բան անեմ, բայց խնդրում եմ վերականգնեք իմ աշխատանքային պայմանները, ես ուզում եմ ընդամենը աշխատեմ։ Դե ասեցին, որ պետքա դիմես ոստիկանություն, պետքա ես անես, պետքա ես մի քիչ նեղվում է էլ այդ ոստիկանություն դիմելուց, բայց դե ոչ, եթե այդ է ձևը, պետքա դիմեմ, ինչի մասին է խոսքը։ Սաղ անում եմ, բան, ասում եմ 3 օր, պետք է զանգեն, չեն զանգում ինձ։ 4 օրվա չեն զանգում։ Ով չի զանգում։ Նույն ոլորտի պատասխանատուները, պատկան մարմինները, որոնց հետ ունեմ հստակ պայմանավորվածություններ։ 5-րդ օրնա չեմ, 6-ը, բայց ես եմ զանգում։ Չեմ պատասխանում զանգերիս։ Հերմինե իրանք են ինձ զանգե։ Եվ այդպես էր պետք երևի։ Նու շատ բաց ասեմ, որպեսզի ինտրիգ չսարքեմ, էլի։ Շատ լավ։ Դրանից հետո մեր գյուղացիները անում են ստորագրահավաք։ Հիշում եմ։ Ու այդ ստորագրահավաքում արդեն ոչ թե եթե մոտ 100 մարդ էր գնացել ստորագրահավաքին մասնակցում է գյուղի զգալի մասը,
մեր դեմ ստորագրում են, որ Դավթյան Farms-ը խանգարում է իրենց կամ առնվազն այդ հողը պետքա արդարության վերականգնման համար ստորագրը հավաք են անում այդ մարդը։ Okay։ Ես ասեցի այդ ցուցակը խնդրում եմ տվեք ինձ, ասին չենք տալու, ասի կտակ, տվեցին։ Դες ովքեր էին մեր դեմ ստորագրել։ Բարեկամներ, հարազատներ։ Մարդ, ով 3 սերունդ այդ ընկերությունում աշխատել, իր ամբողջ ընտանիքը, բացառապես ըտե են ապրել։ Պետական ժամանակից, սովետի ժամանակից, պետական եւ սեփական ժամանակից մեր դեմ ստորագրել են։ Բայց ստել ենք ստոպ տալիս։ Իսկ ինչ էր ելնելու այդ շրջանում այդ ստորագրը հավաքով ցույց տվեցին, որ սա 100 մարդու պահանջ չի, այլ ամբողջ գյուղի պահանջ է։ Ու ընտրություններ պետք է լիներ դրանից հետո։ Բնականաբար ոլորտի պատասխանատուները, որին զանգել են կամ հետները նորմալ հաղորդակցվում էի աշխատանքային, հենց այնպես չկորան։ Ասեցի օքեյ։ 2 տարի այդ տնտեսության ճակատագիրը մնաց կախված վիճակում։ Սովորական այն մասերը, որտեղ մենք ներդրումներ էինք արել բազմամյա, մենք մշակում էինք, բայց այն մասերը, որտեղ մինչ այդ հացահատիկ էինք մշակում, 20 հեկտարում մեծ ներդրումներ էինք արել, երկրորդ 20 հեկտարում պետքա ահռելի ներդրումներ անենք, արդեն թափները ստեղներ ընկել, արդեն դուխներս ամեն ինչս վերականգնվել էր։ Երկրորդ 20 հեկտարի մասին էր խոսքը, որ վсё վերցնում ենք, էսե մենք մշակենք։ Ու սենց մի հատ ներվային ինչ-որ վիճակ է, խորը ներվ է այդ տարածքում, սաղ ամբողջությամբ, բայց նորից եմ ասում, ի հպարտություն այսօր ասում եմ ինձ, ես, հերս, աղբերս ոչ մի բան։ Ես հասկացա, որ ամեն ինչից անկախ մենք շատ ադեկվատ ենք նաև։ Ու այդ ընթացքում, այստեղ գալիս է ամենասիրուն մասը, ու այդ ընթացքում դե պապան գալիս է Երևան։ Ես ունեմ մասիվում մի հատ խոհանոց, որը ավելի շատ իմ հանգստանալու տեղն էր, էլի։ Եվ որտեղ գալիս էին Հայաստանի 954 գյուղերից մթերքներ, վերամշակում էիր, փաթեթավորում էիր։ Եկավ ասի արի, նստեցինք, ուրեմն ինձ ձև ա եղել, դու լավ, ես ինչ արել եմ այս թևի վրա, արել եմ մեծ մասը հորիցս թաքուն, ինչի համար։ Երկու բան կար, մեկ ասում էր, որ իրար հետ լինենք, մեկ ասում էր արա ամոթ հա, այն որ թռնում ես գյուղից, դե ինքը սենց ժայռի նման գյուղին ու ձորակին կպած է հերս, ժայռի նման։ Ես էլ սենց լավ բաներ եմ ասում, այս նախագիծը, ինչ ես չել լսում։ Եկավ, խմիշկը դրեցի, ասի տեսար ինչ եղավ։ Մարդիկ չեն ուզում դու իրանց հետ աշխատես, իրանց համար աշխատես։ Ասից հա։ Որովհետև դու ավելի շատ գումար ես վաստակում եւ ավելի շատ ես կարողանում։ Դու միլիարդատեր ես դառնում, դու վերջ, դու կայֆ բալինի դու բալի ես ապրում, դու վերջն ես։ Չարչարանքը չեն տենում ոչ մեկ։ Ասում եմ, տեսար ինչ եղավ, ասեց հա։ Տեսար ովքեր են ստորագրել, որ չեն ուզում։ Տեսար չէ, հա։ Հիմա կթողես, այս բիզնեսը սարքենք, համազգային բիզնես, ձորակի սահմաններից դուրս անենք, պապ։ Ասեց ինչ անում ես արա։ Հենց այդ ինչ անում ես արան, իմ գործունեության կանաչ լույսն է եղել, որ ես երազել եմ, այսինքն արել եմ թաքուն, առանց ծնողիս օրհնության, առանց հորս մեջքիս կանգնած լինելու, պարտքերս թաքուն պահելով, ասեցի վсё, ինձ մենակ էս էր պետք։ Ասի պապ ջան, եթե այդ մարդիկ մտածում են, այդ հողը իրանցը լինի, ավելի լավն է ալնելու իրանց համար։ Ինչ ես։ Դու ասում ես համոթագյուղի հետի նամանավանդ պատերազմից հետո այնքան թե ներդրում ենք արել, սահմանագից դառնալուց հետո։ Վсё, ախպեր, այդ մարդիկ ուզում են այդ հող, ինչ ես ուզում։ Իրանց հողն է, համայնքից ենք վարձով եկալել։ Սա ճիշտ ես ասում։ Տեղեկություն ունես։ Գեոդեզիայի չեմ խոսալու այդ մասին։ Գիտեմ ինչա կատարվում այդ հողերի հետ։ Ինձ հետաքրքիր չի, ինչ ուզում ա թող կատարվի։ Չեմ հավատում, որ չունես տեղեկություն։ Չեմ խոսում այդ մասին։ Գեոդեզիայի գումարը, գեոդեզիայի մենք ենք կան, չէ, 2 տարի հետո գեոդեզիստին, ասե արի կտրի։ Կտրի այսքան մասը, ուզում եք էս էլ հետ տամ ձեզ, բայց դե ագին փող եմ ծախսել, փողոց տվեք, էս էլ եմ տալի ձեզ։ Ես հողի կռվի խնդիր չունեմ։
Հիմա թե ինչ արեցի դրանից հետո ստոպ, բայց ինչ կարար Դավթյան ֆարմսը դառնար գյուղի համար, որ ասում եմ կանաչ Իսրայել։ 1000 մարդու մեջ գյուղատնտեսության առումով կա մի հատ հստակ ստացված օրինակ, ու այդ ամեն ինչը գրգռվեց նրա համար, որ սկսեցինք աճել։ Ինչ կաներ պետությունները, ովքեր սիրում են, պետությունները, ովքեր շուստ, այս սաղի ժողովրդի միամտությունն է եղել։ Միամիտ են եղել։ Ինչ կանեն մարդիկ, ովքեր ավելի միամիտ չեն։ Կգային կասեն եղբայր, ոնց որ գիծը բռնել ես, էլի կարում ես աշխատես, ստե ուզում ես գործարան, նորցարան դնես։ Քեզ ինչով օգնենք։ Զարգացի, մեկ է մի բան, էլի 30 հեկտար մշակում ես, ոնց որ խոսում եք, ասում եք ինչքան ելնի կծախենք։ Մի 2 հեկտարի օգնի, համ մասնագիտականին ես տիրապետում իդեալական, համ տեխնոլոգիային ես տիրապետում, համ սացիլներ ունես։ Համ էլ իրացման խնդիր է։ Համ էլ ամենակարևորը էլ իրացման խնդիր։ Օգնի եղբայր 2000 գյուղի 2000 հեկտար հողից 2 հեկտարը իմն է։ Օգնի ես հեկտարիցս պայմանական ոչ թե $100-200 աշխատեմ, այլ 10-20 միլիոն դրամ աշխատեմ, պայմանական եմ ասում։ Այս սենց կանեին մարդիկ, ովքեր ավելի խելացի կամ առնվազն միամիտ չեն կամ չեմ ուզում էլ ուրիշ դաշ չեմ մտնելու։ Ցավոտ ես ոնց որ բայց։ Նայ, ես ասում եմ իմ կյանքը դրանից հետո փոխվել է։ Բայց Իմ ստոպերը այնուամենայնիվ դրանից հետո ես ստոպ չունեմ էլ դրանից հետո այդ նույն ստեղծագործության մեջ, բայց այնուամենայնիվ խորը ցավ եմ տանում ինչի համար 20 հեկտար ենթադրենք պայմանականորեն հետ տվեցինք, չէ՞։ Այդ 20 հեկտարում եթե 100% մշակվի ու մշակվեն ինչը 100% մշակվում է, ուրիշ ոչինչ չի մշակվում, ընդունենք պայմանական խոտ, հացահատիկ կամ մեր գյուղը, ամբողջ գյուղը, գյուղացիների մոտ այդ 20 հեկտարից մտնելու է $2000-4000 փող։ Դուք պատկերացնում եք այսքան ներդրումները, այս ծնեբեկի բարձրարժեքի մասով իրականացվեր դե մենակ աշխատավարձի տեսքով 100 մարդ 7 ամիս օրական գոնե ամսական լավ առնվազն 150,000 200,000 աշխատավարձ կա 100 մարդ իսկ այսօր դու ինչ կարայիր անել որ այդ սահմանամերձ գյուղում որտեղ եւս 7 սահմանամերձ գյուղեր են ինչ ներդրումային ծրագիր որ պետք է տանես որ 100 աշխատատեղ ստեղծվի այսինքն հələ որ գյուղացիները միտեղ չօգտվեին էլ կպնեին այդ նախագծին իրանց հողերը մշակեին ծնեբեկը բերեին մթերման Մենակ այդքան աշխատավարձը, որ այս 7 գյուղի մեջ բաշխվեր, ինքը տնտեսական զարկերակ էր։ Սա մեր միամտությունն է։ Ու սրանից հետո հիմնեցինք երկրորդ ընկերություն, արդեն վարկային միջոցներով, բայց արդեն հորս օրնությամբ։ Մի րոպե, միշտ դրան անդրադառնալ, դա նոր էտապ է, ինչի մասին մենք կխոսենք։ Այս բաժինը ամփոփելով մի հարց եմ ուզում տալ, շատ անկեղծ, բայց այդ դեպքերից հետո ամեն անգամ տեղ գյուղ հետ գնալուց նույն թրթիռով ես հետ գնում թե կոտրվեց մեջ այդ մի բան։ Երկար ժամանակ չեմ գնացել դրանից հետո գյուղ, շատ երկար ժամանակ չեմ գնացել, ես չեմ կարող գնալ։ Բայց ես չունեմ չարություն ու ոչ մի ատելություն չունեմ, անկեղծ եմ ասում։ Պրոստը նայ ես ափսոսանքի տարբեր էմոցիաներս տարբեր է։ Բայց մի շրջան, օրինակ 2 օր առաջ գնացի, հստակ, մի օրից ավել չեմ մնում, անկեղծ չեմ, բայց մեկը իմ մանկությունը իմ ամեն ինչ տե անցել ու այդ են տեղն է, որտեղ ես full անջատվում եմ ու այս անգամ մի բան բացահայտեցի, որ ես ուզում եմ այդ տան կրիշը փոխենք, միշտ չէի ուզում փոխենք, գուցե սխալ է իմ չարություն, պատկերացնում ես, չէ, լծվածությունն ա եղել Բայց այսինքն երբ որ դու ուզում ես քո տան կտուրը փոխես, այսինքն հիմքերն ես ամրացնում դրանով։ Այս անգամ ես այդ զգացողությունն ունես, ծախելով նայում եմ, ասում եմ կտուրը փոխելու վախտն է տան, էլի։ Կտուրի մասին մի քանի վայրկյանից կվերադառնամ հիմա։
Աշունը սարերի ետևում չէ եւ սա նշանակում է, որ անձրևները լինելու են իհարկե անդադար։ Էլ չխոսենք քամիների եւ կարկուտի մասին։ Եվ դուք գիտեք, որ այս ամենը կարող է իհարկե առաջինը վնասել հենց ձեր առանձնատան տանիքը։ Այնպես որ ճիշտ ժամանակն է ուշադրություն դարձնել արդյոք ձեր տանիքը ունի խնդիր թե չունի։ Եթե արդեն վնասվել է կամ օրինակ շատ հին է, կարծում եմ ժամանակն է փոխելու։ Եվ դուք դա կարող եք անել իմ սիրելի գործընկեր Կտուր AM-ի հետ միասին։ Զանգահարում եք 812 կարճ հեռախոսահամարով։ Կտուր AM-ի պրոֆեսիոնալ աշխատակիցները լսում են խնդիրը, թիմը մոտենում է, գնահատում է առաջացած խնդիրները, այնուհետև լուծումներ է առաջարկում եւ մի քանի օրվա ընթացքում դուք ունենում եք նոր կտուր։ Իսկ եթե որոշել եք, որ գնումը եւ ծառայությունից օգտվելը ապառիկ եք ուզում ձևակերպել, ապա մի անհանգստացեք թղթաբանության համար։ Կտուր AM-ի աշխատակիցները կկազմեն թղթերը եւ դուք այդ գործընթացից զերծ կմնաք, ձեզ կմնա ընդհանրապես փոխել կտուրը եւ վճարումը անել պարտաճանաչ։ Այնպես որ զանգահարեք 812 կարճ հեռախոսահամարին։ Կտուր AM։ Պատրաստելու եմ պաղպաղակ ծնեբեկով։ Պաղպաղակի համար ինձ անհրաժեշտ է ծնեբեկի միայն վերևի հատվածը։ Կտրում ենք եւ առանձնացնում ներքևը վերևից։ Մի քանի րոպե պետք է խաշենք ծնեբեկը եռացող ջրում։ Այս ընթացքում հարում եմ սառեցրած ելակը, թարմ դաղձը, լայմի թարմ հյութը եւ շաքարավազ։ Մի քանի րոպե պետք եղավ, որ եփվի ծնեբեկը, հիմա անմիջապես սառը ջրի մեջ եմ լցնում, որպեսզի չկորցնենք այս գեղեցիկ գույնը։ Ավելացնում եմ նաև ծնեբեկը։ Ավելացնում եմ մի փոքր կաթ։ Եվ ուղարկում ենք սառնարան։ Սառցարան ներողություն։ Արդեն սառել է մեր պաղպաղակը։ Մի փոքր լայմի կեղև կքերեմ թարմություն հաղորդելու համար։ Ծնեփակով է։ Հա։ Չասես։ Ծնեբեկով, ելակով, լայմով, նանայով։ Համավությունների տակից ոնց եմ դուրս գալու։ Ես եմ տակից դուրս գալիս, որտեղ դու ամբողջ տարվա ընթացքում ինձ այնքան ես տալիս, որ ես մի կերպ պատասխան տայի ես ամեն ինչի։ Գժվելի բան ա որ սարը։ Այ ում ասեմ ծնեփակով մարոժնիա նման բան։ Արա չեն հավատա, հանդերձ։ Դու ես մշակ է։ Հա։ Այքե։ Հա։ Իո քվեշնա, նատ խնդրեմ մոտիկից էլ, ոյս անանուխի թարմությունը։ Դու գիտես, ես անանուխ բառը մոռացել էի։ Լուրջ ես։ Անկեղծ եմ ասում, ես հենց նոր հասկացա, որ իմ հաղորդումների ընթացքում ես անանուխ բառը չեմ օգտագործում, կամ նանա եմ ասում, կամ դաղձ։ Դավիթ, մերսի շատ։ Ես առաջարկում եմ մենք մեր պաղպաղակը վայելենք պորտոյով, 5 տարեկան տակառի պորտոյով, որը հնեցված է ֆրանսիական կաղնե տակառներում, եւ հենց այո, եւ հենց դեսերտային գինի է, մի փոքր թունդ, բայց դեսերտի հետ անսուքական։ Ինձ վատացնել ես ոչ ամեն ինչ չեմ բարում, բայց ես կասեմ կգան ես տանը։ Հա։ Բաց այդ մենք դեգուստացիա ենք արել ավելի շատ, քան խմել ենք, ես կարծում եմ, որ այդքանը բավարար է։ Անծանոթ։ Այո, շնորհակալություն։ Մեծ հաճույքով։ Ես ուզում եմ քո երազանքների համար խմենք, որտեվ ես հավատում եմ քո բոլոր երազանքներին, ուզում եմ դա վարակի նման տարածվի իսկապես ամբողջ Հայաստանում։ Իսկ ես Ես զզվում եմ, որ ասում եմ մի բաններ ես ավելացնում։ Չես սոս մնալ շատ սիրում բան ասեցիր, ապրես բոլորի երազանքներին։ Մենք ճիշտ է փոխեցինք մեր ուտեստը, արդեն աղանդերի մեջ ենք եւ ավելի լավ բաներից միայն պիտի խոսենք թվում է թե, բայց ինձ թվում է որ կիսատ բան մնաց տեղի պատմությունից։ Ինչեր ես խմիչքի անունը։ Պորտո։ Ես պորտոյով նատ կենաց ասեմ ու ամփոփենք ամբողջ ես
ես անկեղծությամբ, ամենայն անկեղծությամբ խմում եմ իմ գյուղի համար, տեղ գյուղի համար, իրականում տեղ գյուղը հերոս գյուղը, անկեղծ շատ ու տեղ գյուղի մարդիկ իսկական աշխատասեր մարդկանց օրինակ են, ռամիկ մարդու օրինակ են։ Ես մենակ մի քիչ ցանկանում եմ իմաստություն ոչ միայն մեր գյուղին, այլ բոլոր գյուղերին։ Ես ցանկանում եմ իրանց սեփական լավը պատից տարբերելու այս եմ ուզում որ ունենան։ Ու գիտես, ես մի բան, ես Աստվածահավատ մարդ եմ ու ես շատ եմ աշխատել իմ վրա որ չչարանամ, բայց եկավ մի պահ, որ էլ աշխատել պետք չէր։ Երբեք ոչ մի դեպքում Աստված չի գալի նստում մեր առաջ ու ասում լսիր Դավիթ։ Ու սենց ասում դու ինչ անես էլի, Աստված մեզ հետ խոսում է մարդկանց միջոցով։ Աստված մեզ հետ խոսում է դեպքերի եւ իրադարձությունների միջոցով։ Աստված մեզ տալիս է հնարավորություն խաղալ դասեր։ Եվ Աստված ինձ ասեց մի լծվի չարությամբ գնա ու տարածի Հայաստանով մեկ այս քու ստացվածը, այն ինչը կարաս դու անես, ու այս ամեն ինչ կապի աշխարհի հետ, աշխարհի շուկայի հետ, ու ես իրոք կարող է լիստը մի քիչ չեմ ամ, գուցե կարող է անկեղծ չթվա ասածս, բայց շատ անկեղծ եմ ասում, ես շնորհակալ եմ ամեն ինչի համար, ինչը մեր կյանքում տեղի է ունենում, եւ լավ եւ վատ, որովհետեւ այդ վատից էլ դասեր ենք խաղում։ Այո։ Ես խմեմ իմ գյուղի համար, իմ գյուղացիների համար, ու ես ուզում եմ խմեմ արդեն ոչ թե գյուղի, քանի որ Ձորակից դուրս եմ եկել, ինչ էի ասում է Էրմինը գիտես չէ, արդեն Հարավային Կովկասում ամենախորշորն եմ։ Ես ուզում եմ խմեմ այն հաջողության համար, որը կարա ունենա մեզանից յուրաքանչյուրը։ Գյուղում ապրող իմ բոլոր հայրենակիցների, բոլոր 954 գյուղում ապրողները թող ունենան ու հավատան իրանց հնարավորություններին եւ ունենան այդ հավատը, որ իրանք եւս կարող են։ Բրավո։ Ապրես։ Գիտես, ես միշտ շատ գնահատել եմ այն մարդկանց, ում անդունդից գցել են ներքև, բայց իրենք հողը որպես զսպանակ են օգտագործել եւ վերև են թռել։ Դու ասացիր, որ քո կյանքում 2 անգամ է եղել, երբ դու թռիչքներ ես ունեցել, որից մեկը հենց տեղի ունեցած իրադարձություն էր, որից հետո թվում էր, թե ընկերությունը Dacians Farm-ը կարող է ընկճվել, փակվել, գործունեությունը սահմանափակել, բայց արի ու տես, որ Սինգապուր հասանք։ Հասանք, իհարկե։ Եվ այդ պատմությունը ուղակի շշմելու էր եւ մի հետաքրքիր բան ասեմ իմ զգացողություններից, երբ դու գնացիր Սինգապուր եւ սկսեցիր խոսել այն մասին եւ ցույց էիր տալիս ինչպես ես դու ռեստորանում գնում քո հիմա դու դա կպատմես, ես չպատմեմ, երբ հասկացանք որ արդեն առաջին պայմանագրերն ես կապում, գիտես Դավիթ այնքան հպարտությամբ էի լցել, ոնց որ ես արած լինեի այդ ամեն ինչը։ Ու ես իսկապես հպարտանում եմ ձեր ընտանիքի գործունեությամբ, ձեր օրինակով, որը կարծում եմ, որ ֆանտաստիկ մոդել է ամբողջ Հայաստանի համար։ Արի մի հատ Սինգապուր հասնենք, էլի։ Շատ հետաքրքիր գիտես ինչ, որ ես երկրորդը չասեցի, դու ինքդ ասեցիր։ Երկրորդը դա աշխարհի շուկաները, արի սենց ասեմ։ Նայ, ես քեզ մի բան ասեմ, երբ որ դու հավատում ես, որ դու իրոք այդքան կաս, դու դառնում ես իրոք այդքան կաս։ Դու քո ներսում եք հավատը պետք է ունենաս։ Սինգապուրը այն թեմաներից էր, որ ինքը եղավ քաղաքական շատ խառը շրջանում։ Որոշակի առումով նաև փորձվեց քաղաքականացվել, որը եւս ես զսպեցի։ Հիմա անել, գիտես, երևի թե այսքան անկեղծ ոչ միտեղ երբեք այսքան բաներ չեմ խոսել։ Դե Սինգապուրի պատվերը երբ եմ ստացել, ընտրություններից 5 օր առաջ։ Լուրջ, չեմ ուղարկի։ Բայց մի հատ պատմի էլի մարդկանց առհասարակ ոնց է դա տեղի ունեցել։ Որ չքաղաքականացվեն, որ ընտրությունները պրծնին, որ ոչ մի բան չասեն, էսի սենց, չխառնվեմ ես, որտեվ ինչ անում ես, նամալավան սենց մեծ բանը այդ շրջանում, տանելու են քաղաքական ինչ-որ դաշտ։
Ասացի համբերը քեսա ձեզ 5 օրից մեյլը պահում եմ, իտե, ասի ես ձեզ 5 օրից կպատասխանեմ, այո, մենք աշխատենք իրար հետ, ու 5 օրվա համար շատ adekvat պատճառ նշեցի, ինչի 5 օրից։ Սինգապուրը իմ համար ինչն է շատ կարևոր, սա ասիական շուկաների ու աշխարհի, այս այն աշխարհի փողի կենտրոնն է Սինգապուրը ու ասիական շուկաների խաչփերուկը։ Եթե դու այդտեղ ես, ուրեմն դու իրոք այդքան կաս։ Ուրեմն դու ամենտեղ ես։ Ուրեմն դու կարող ես լինել ամենտեղ։ Ու ինչն էր այստեղ շատ հետաքրքիր, որ Սինգապուրում ես ինձ սիրուն էր այս ամեն ինչը, ես Սինգապուր չեմ գնացել, որ всё զանգացա գնա Սինգապուր։ Սինգապուր կոնյակի մոդելն է եղել ինձ թվում։ Գնացել եմ սիրուն ու բավականին լուրջ էքսպոներից հետո մտ ավակ ընկերոջ հետ ու նյուխը իրարեց շատ ճիշտ գծով գնում, ասենք մստեի մեծածախ շուկայում գնանք ռազվետկա անենք։ Ու այս ռազվետկի արդյունքում մենք գտանք լավ գործընկեր։ Մարդիկ երբեմն խառնում են, ասում են, ինչքան ծավալաղերգ է Սինգապուր։ Արա չեմ պատկերացնում, մարդկանց մոտ խոր դեգրադացիա կա։ Ես միլիարդատեր տղա չեմ դեռ, որ օրինակ պաշկեքով հող ներդրում անեմ Սինգապուրի շուկա։ Ես կարողանում եմ միլիոններ դրամով իհարկե, միլիոնավոր դրամներ ներդրում անեմ։ Եվ պահանջարկ ստեղծես։ Ու ժողովուրդ ջան, ես Սինգապուրի շուկայում շատ բաներ ուղարկել եմ, տակ տալով ու դա նորմալ է։ Ու ես չեմ արել պատրանք ստեղծելու համար։ Այդ առաջի, երկրորդ, երրորդ ծնեփակ արտահանման մեջ ես մինուս եմ կրել։ Բայց ես ճիշտ եմ պատկերացնում։ Շուկան ներողություն, շուկան փոճուրիկ երեխա է։ Եթե դու մեծ փողերով չես մտնում ու մեծ կապերով չես մտնում են ասածս միլիարդներով, դու պետքա մի հատ մտնես, մի հատ ադապտանաս այդ շուկային, մի հատ վերաբերմունք ցույց տաս։ Արա ով ես դու, որ ելես ասիական շուկաների խաչմերուկ։ Մի հատ է քեզ պետքա ասեն, վայ դավ ջան, եկար ես, ուր էր այա։ Չէ, դու պետքա մտնես, այդե վերաբերմունք ցույց տաս, զարգացնես շուկան, ասես ոչինչ, ես էլի կուղարկեմ, ավելի լավ բան կուղարկեմ, չպետք է գնին նայես, ու տենց 1, 2, 3, 4, 7 ձևավորվում է գործընկերային հարաբերություններ։ Ոնց հետաքրքրություն առաջացրեցիր։ Որտեվ այստեղ գալիս է մեր ծնեփակի լավը լինելը, միտքը լինելը։ Իմ ձեռքում այն առաջո ու վիդեոները դրել եմ։ Խնդրեմ պատմի, որ ձեռքդ գնացել է ռեստորան եւ ասում էր ծնեբեք ինձ համար։ Օ, Դուբայում էր, լավ ներողություն։ Երկու բաները, նայ, տես ինչ ձև էր։ Ես իրականում եթե իմ պրոդուկտը չլիներ այնտեղ ընկալելի եւ եվրոստանդարտ, ես ինքս եւս չէի լինի ընկալելի։ Բայց քանի որ պրոդուկտս լավն է, այստեղ կար ստոպ գար իմ մտքի հետ կապված, իմ սխալ գործողությունների հետ, բայց եւ պրոդուկտս լավ է, եւ ես ինձ ճիշտ եմ պահել այդ շուկայում։ Ասել եմ վերցրեք, Իտալիա, իդեպ Սինգապուրն գիտեք, իսպանական ծնեփակի հետ եմ մրցում նաեւ։ Ինձ օրինակ Եվրոպա, ես չեմ ասում Եվրոպա չենք կարող արտահանել, բայց Եվրոպա, Իսպանիա, Սինգապուր Նад աշխարհագրական հեռավորությունները։ Այսինքն ինձ շատ ավելի հեշտությամբ բռած կխեղդի իսպանական ծնեբեկը Եվրոպայում, բայց Սինգապուրում ավելի լայն տեղ ունեմ։ Ու շատ կարևոր է, որ ճիշտ մարդկանց եմ հանդիպած եղել այդտեղ, ու նաև ճիշտ մարդու մոտ եմ գնացել այդ առաջարկը ներկայացնելու։ Դրանից հետո եկավ ամենասիրունը։ Ծիրանը հայկական, որ ուղարկեցի Սինգապուր։ Հայրը ինչ սիրուն էի կարել, ֆանտաստիկ էր։ Նա ինչ ասեցին, ընդհանրապես շուկայական ստանդարտ պահանջեր դա։ Հիմա իմ համար ու իմ ընդեի գործընկերոջի դեր Ժորժ ջան, Սինգապուրում ընկերություն ենք բացել ենք իմ հայրենակցի, իմ գործընկերոջ անունով, ով այնտեղ բիզնես քաղաքացի է, հնարավորություն ունի մեծ աշխատանք է տարված այդ փոքր վաների համար։ Առայժմ փոքր։ Ինչ ենք մենք արել, գնացինք այնտեղ, որ արտանում բան նաև այդ մասին խոսացի, դե իմ տեսանյութերը լայն արձագանք ունեն։ Հայաստանի խոշոր առևտրային կենտրոնների մեկ կապ հաստատեցին։ Ասին այդ ծիլանից մեզ է մատակարարի։ Ու այդ վաղ գործընկերոջս հետ էի խոսում, ախպեր, ասի մեզ ստուցել են ուզում։ Արես մա դավ ջան, ես հիմա կմեռնեմ, փաստորեն այսքան տարի
այդ պրիմիտիվ փաթեթավորումը հայկական շուկայի համար մի հատ վաղու բան է։ Քանի տոննա արտահանեցիք ծիրան։ Առաջինը ուղարկեցի ու երկրորդը ուղարկեցի։ Առաջինը ուղարկեցի մի տոննա, բայց ինչ կա։ Այնտեղ մրցում ենք թուրքական ծիրանի հետ, որը կես գինա մերինից։ Բայց ուրիշ բան կա, որը էլ այդ կես գինը թողենք։ Դե ծիրանը պրծավներ չի ծիրանը։ Հիմա նայ, ինչն է ամենակարևորը։ Այնտեղ ժողովուրդը սովոր է մանր ու վատ ծիրանի թուրքական։ Այն դայում ես ոնց որ շլորը լինի։ Հասկանում ես, շլոր։ Բայց իրան գիտեն ծիրան, էսա ծիրան, էս, այսինքն մենք լուրջ աշխատանք պիտի տանենք, որ ասենք ծիրանը էս չափ է, ծիրանը էս է։ Հասկանում ես ինչ եմ ասում, դուք այդ ծիրանի այդ ավերջ չունի ինչը դուք ուտում։ Դե քանի որ շատ փող չունեմ, մտե դնեմ։ Կամացենք անում այդ ամեն ինչը։ Դու կարող ես շատ փողի տրամադրություն ունես։ Միանշանակ, այդ բոլոր բիզնես, բայց օրինակ այնքան սիրուն բան է, այս օրինակ հանրայինում ինձ ասեցին, փաստորեն մարքեթինգային լավ քայլ է կարել, այնտեղ նեղվեց, որտեվ դա այդքան է մարքեթինգային, ինչ Սինգապուրի ամենահին շենքը դա հայկական եկեղեցին է։ Հայկական եկեղեցու բակում տեղի ունեցավ ծիրանօրներքի արարողություն։ Քահանան եկավ ուրիշ պետությունից, բավականին լավ միջոցառում եղավ, ծիրանօրներք եղավ, այդ օրը մի քանի 100 սինգապուրցիների հյուրասիրվեց հայկական ծիրան։ Քիմչի հետ ծանոթացանք։ Մեր փաթեթավորումը երկու բան են գրել. ծիրանի հայրենիքից եւ երկրորդը ծիրան մեղվի փեթակից։ Ինչի մեղվի փեթակից։ Այս չինացի մեր գործընկերը, որ առաջի անգամ կերա, մեղր կարծես մի պահ լռեց, ասեց, «Այ ոնց որ մեղվի փեթակից հանած լինի»։ Արա գժականներ այդ ամեն ինչը։ Ծիրանից հետո գալու է տեղծը։ Հետո ուրիշ բաներ է գալու։ Սալորը որոշակի առումով Ամերիկայի հետ չենք կարող մրցենք։ Այսինքն դեռ նորեն չենք ասել, հերթ որ մարսելի է լինի, աչիկա չտա։ Դավիթ, Ստոպ, այսինքն կներես, ինչ ենք անում։ Սենց գնում ենք, երկրորդ տարին արդեն որպես գործընկեր ենք սկսում, ոչ թե նորեկ։ Իսկ ամենակարևորը, հիշում ես ինչ ասեցի մտնելուց։ Պատիվ ունենք իրար հետ, աշնանային ծնեբեկի մասին առաջին անգամ խոսալու, սա նորություն է մեզ մոտ։ Այո։ Ծնեբեք Հայաստանում լինելու է, բայց թանկ գնով, եւս 2 ամիս։ Թանկ գնով, որտեղ շատ թանկ է իր ինքնարժեքը։ Ինչի ենք նոր որոշել, որ ծնեբեք աշնանային պետք է անենք։ Պահանջարկն է մեծացել։ Ոչ, որ Սինգապուրում մի քիչ ներկայանանք։ Որ չասենք մենք թույլիկ ենք, 2 անգամ տվինք կորանք։ Որ ասենք, տես նույնիսկ աշնան ենք կարում ծնեբեք տանք։ Կապ չունի փող եմ աշխատելու չեմ, որ այ գարնանը, նոր սկսենք փող աշխատել, սկսենք վաճառ տալ։ Գիտես բարակ էր, բայց շատ նուրբ էր։ Շատ նուրբ։ Ես նույնիսկ միջև այդ երբ ինձ համար ուղարկում էի, որտեվ աշնանայինն է։ Ոչ։ Ես գիտեմ, որ կոմոդը շատ սիրուն ու էսթետիկ է սարքում։ Առհասարակ ոնց է որ գործի տեր որպես ասում եմ, հլեն ամենալավից ամենալավը կոչված ամենահաստը։ Բայց բարակն էլ է ամենալավը։ Ես իմ մեջ ասի ախպեր խի եմ ես աղջկան կամ մյուսներին իմ հարազատներին ամենահաստերը տալի։ Հա, որովհետև երբ որ կապի մեջ բարակ լինում էր, մի տեսակ այսպես ասում եք, դեսա երևի այդքան էլ լավը չի։ Իսկ բարակը բերեցի, որ ցույց տամ բարակի եւ հաստի մեջ ընդամենը չափերի տարբերություն։ Այո։ Եվ ավելի հեշտ է պատրաստել, որովհետև հաստի դեպքում մաքրելու խնդիր կա։ Հաստի հակառակ մարքեթինգ։ Չէ, հակառակ մարքեթինգը չեմ անի։ Ես կներես էլի ուտեմ էլի։ Հա, ես շատ շոյված կզգամ դրանից։ Նայ, քանի խոսում ենք այս թեմայով։ Համ հոտ եմ քաշում, համ ուտում երկուսին։ Ես չեմ կարա տեսախցիկից այդ կողմ հոտը փոխանցեմ։ Բայց հավատացեք չեմ կարա, էլի sense լավ դերասանցիմ անել ես, որ այսքան լավն է։ Դավիթ, քանի խոսում ենք այս թեմայով, մի փոքր ավելի ֆոկուսը մեծացնենք հարցի, որովհետև այս շրջանում շատ մարդկանց հետաքրքիր է վերջապես արտահանման հետ կապված այս աժիոտաժը։ Հիմա ուր ենք կարողանում արտահանել, խոսքը ծնեբեկի մասին չի եւ քո ընկերության մասին չի։ Ինչ սահմաններ ունենք, որտեղ ենք հետաքրքիր, որտեղ հնարավորություն ունենք, որտեղ է թույլատրված, որտեղ է արգելված։ Մի հատ խնդրում եմ ինձ որպես քո ընկերոջ, որպես մարդու, որ հետաքրքրված է այս ոլորտով պատմիր։ Այ
30 տարի ես ու դու գնացել ենք մի ռեստորան, 30 տարի կերել ենք նույն ուտեստը, մեր օրգանիզմը, մեր ռեցեպտորները համային, մեր աղեստամոքսային մարսելու համակարգը, մեր ամեն ինչը սովորա մի բանի։ 31-րդ տարին մենք որոշում ենք փորձենք ասիական ուտելիք։ Դաժանը թվում։ Բայց դի փորձես։ Երբ սիրուն ասեցի, նայ, ուզես չուզես պետք է փորձես, որտեղ այն ռեստորանը ուժը փակվել է։ Ահա։ Հասկանում ես ինչա տեղի ունենում։ Այսինքն, եթե մենք ժամանակին չնայենք կոմֆորտի նույն ռեստորանները, թե մենք մի հատ գնայինք ասիական, միացտե, մեր օրգանիզմը ամեն ինչ մարսելու պատրաստ կլներ։ Բայց եղել են հնարավորություններ։ Հնարավորություններ միշտ կան։ Իսկ Սինգապուրը ինչի հաջողվեց։ Այնքանով, որքանով արել եմ, եկող տարի ավելի է ուժեղանալու, երրորդին շահարկել են շատ։ Սրա համար եմ պատասխան տալու ամաչելով։ Նայելով իմ գործը ամաչելու են իրոք։ Սինգապուրը խի հաջողվեց։ Այս դեպքերից 2-3 տարի առաջ ենք սկսել ամեն ինչ։ Մոտ ապագայում պլանավորում ենք Իրաք գնանք։ Իրաք իշք։ Արա քտներից տակ լուրջ չկա 54 միլիոնանոց։ Եվ ինչ խոհանոց, եւ ինչ ռեստորաններ, ինչ խոհարարներ։ Եվ սոցիալական այս սենց եւ հարուստ կա, եւ աղքա, այսինքն եւ կարտոֆիլ գնող կա, եւ ծնեբեկ գնող կա։ Հասկանում ես, մեր խնդրեմը որն է։ Մարդը մտնում է կոմֆորտ զոնա, սովորում է այդ ամեն ինչի։ Մենք պետք է ուղղակի ժամանակին ճիշտ աշխատանքներ կատարենք։ Լավ, ինչ ունենք այսօր։ Իսկ այսօր 10 ստացանք, գոնե այսօրվանից սիրուն պետք է տնայինները նորմալ անենք։ Բայց ես ոչ ասում, ես շատ ուզում եմ, որ այս շուկան բանակցություններով բացվի, որտեղ ես այն մարդն եմ, որ հայ արտադրողի արժեքը գիտեմ։ Խոսքը ռուսական շուկայի մասին։ Այո, իհարկե, բանակցություններով բացվի, մեղք են, այնքան բաներ կա, ժողովուրդ ջան, այբ թող բացվի, թող դասը լինի, սկսեն դասավորվել շատ հանգիստ, բայց միանգամից սա ահավոր ստրեսային ալնել, օրգանիզմը չի դինանալու, ցավոտ ալնել։ Դավիթ, ինձ դիվերսիֆիկացիան միանգամից չեն անում են որոշ դեպքում տարիների, որոշ դեպքում տասնյակ տարիների ընթացքում։ Իսկ ստեղծվել են պայմաններ նոր շուկաների համար։ Հասկանալի է, որ մի հոգին ինքը կարող է իր կյանքի փորձի տնտեսական քննարկում է դառնում, ես դա չեմ ուզում։ Okay, շատ լավ։ Ուրեմն մի ուրիշ հարց տամ, ուրեմն մի ուրիշ հարց։ Ասեմ ուրիշ բան, դու միշտ հիշի։ Կան ընկերություններ, որոնց զբաղվում են գյուղատնտեսությամբ, որոնցից մեկը ես եմ։ Ու տարբեր ընկերություններ, որոնք մեծ արտադրանք են, եւ կան գյուղացիներ։ Ժողովուրդ գյուղացուն դաժե դժվարությունը իրա լոլիկը բերի Երևան վաճառի։ Գյուղացին Եվրոպա վաճառել, նույնիսկ հեքիաթ է այս ամեն ինչը։ Իսկ եթե ընկերությունները մի քանի 100-ն են, գյուղացիները մի քանի 100,000-ն են։ Պետք է ճիշտ օղակ գնա գյուղացուց արտադրող ստեղծվի լոգիստիկ, որ գյուղացուց գատե ստանդարտավորվի, ստես թռնի դեպի համապատասխան կետը։ Մի դիտարկում եմ արել, չգիտեմ ինչքանով եմ ճիշտ, ինձ ուղիղ եթե սխալվում եմ, որպես պարզապես սպառող, որ երբ ճանապարհները փակ չէին, ես չեմ արդարացնում եւ չեմ ասում, որ լավ է որ փակվել են, հարցս ուրիշ բանի մեջ է։ Ինձ մոտ տպավորություն էր, որ այնուամենայնիվ մեր ներքին սպառողին հասնում է շատ ավելի վատ եւ ավելի թանկ մթերք։ Զգացողություններս ճիշտ են թե ոչ։ Որոշակի առումով այո եւ որոշակի առումով այդ սխալը նաեւ ես եմ արել։ Օրինակ նայել Հերմինե ջան, ես 20-30 կիլո Հայաստանի շուկայում ծախելու համար ծախսում եմ նույն ջանքն ու էներգիան, ինչ որ 1 տոննա ուղարկում էի Ռուսաստան։ Պատկերացնում ես, չէ՞։ Այո։ Հələ թողենք որակի մասը, որ այդ լավ որական դեմ ուղարկում, որ գործընկեր, ես այդ մասով չեմ երբեք։ Հայաստանում ամենալավ որակն եմ միշտ պատճառը, որտեվ ասել են իմ համար քաղաքացին հայրենակիցը պետք է լավը սպառի, որ իմանա ես ով եմ։ Այդ ճիշտ եմ մտածել, ոչ թե իր համար, այլ ինձ համար։
Բայց միևնույն ժամանակ եկել է շրջան, որ ես ֆիզիկապես ի վիճակի չեմ եղել իմ ծնեբեկը եւ Հայաստանում վաճառեմ եւ արտաքին շուկայում։ Եվ քանի որ այստեղ վաճառքի 100 միավոր, այստեղ 1 միավոր, ես ընդ եմ ուղարկել։ Ես չէի կարող ուրիշ ձև անել որպես բիզնեսմեն։ Սխալ է, ճիշտ է։ Յուրաքանչյուրը իր ճիշտ ունի, բայց եկել է այն շրջանը, որ եւ այն հնարավորություն եւ այն մտքի հասունությունն եմ ունեցել, դա անցած տարիներ։ Տեսա՞ր ինչքան բծրի Հայաստանի շուկան մտցրեցի ծներփակ, բակային խանութում ծնեբեկ էին վաճառում։ Դա սիստեմի արդյունք էր ու շատ թանկ չէին վաճառում։ Հասկանում ես, այո ճիշտ ես, բայց որոշակի առումով։ Մի հատ էլ այդ Սպառողի տեսանկյունից, հասկացա։ Էլի ֆերմերի անկյունից ենք։ Այս этаպի մասին խոսենք։ Ապագայում ինչ է սպասվում։ Նայ, տեխնիկապես չեմ տալիս այս հարցը, տալիս եմ մի մարդու, ով ինձ թվում է ոչ թե չէր սպասում, որ այսպես է լինելու, իր եւ իր ընկերության ճակատագիրը, այլ գիտեր, որ այսպես է լինելու։ Գիտեր ուր է գնում ու գիտեր ինչ մասշտաբների մասին է խոսքը։ Ու ես վստահ եմ, որ հիմա էլ այս հարցին թե ինչ է ապագայում լինելու, դու վստահ գիտես այդ հարցի պատասխանը։ Ասել։ Բայց այստեղ ավելի էմոցիաները թողած ավելի բան։ Հայաստան։ Բուջուրիկ է քարտեզի վրա։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները ագրարային հսկա դառնալու ոչ միայն ծնեբեկով, ինչքան է սա թվում է պաթոս կամ վերացական խոսք։ Հերմինը մենք լի պետություն ենք, որ ամռանը 40 րոպե քշում է զմեռը։ Գժական է, տենց բան չկա։ Ամեն կիլոմետրը սրանցից յուրաքանչյուրը մի միջավայր է նոր մշակաբույսի, նոր մշակաբույս արտադրելու համար, այսինքն եւ նոր հողեր են առաջանում, նոր կազմով եւ միևնույն ժամանակ նոր կլիմաներ։ Որն է իմ նպատակը։ Ես էլ չեմ ուզում աշխարհի ծնեպակների ես արտադրեմ։ Ես մանկես։ Ես ուզում եմ համ փողս, համ էներգիաս, համ սերս, փողը բանկի փողը, բայց իմն է, ինչ է եղել։ Բան անենք, ներդրում անենք այդ լոգիստիկ կենտրոնների մեջ։ Այսինքն ստացվող բան է, աշխատող է, բայց ի սկզբանե ավելորդ էմոցիա չենք հաղորդում։ Շուկայական հարաբերությունների վրա եղբայր 5 հոգով եք ընտանիքով, որտեղ գյուղի մասով ասում էի, արտադրեք ձեր ծնեփակը, տնեցիքով է ներգրավեք գործի մեջ։ Մենք ամենաշատ փողը մեկ քառակուսուց աշխատում ենք այն ժամանակ, որ ամբողջ տնեցիքով ենք ներառված գործի մեջ։ Իհարկե։ Ասում արտադրեք, բերեք տվեք ինձ, ես էլ լինեմ կապող հանգույցը ձեր եւ շուկայի մեջ։ Այո, այո։ Այսինքն ոչ թե ես արտադրեմ 1000 հեկտար ծնեբեք, այլ 100 մարդ արտադրի մի քանի հեկտար ծնեբեք։ Եվ եթե ես նրանց տամ լավ առաջարկ, թող վերցնեմ ու վաճառեմ։ Իսկ այդ դեպքում արդեն նպատակային կլինի օրինակ $800,000 ներդրում անել տեսակավորող, ստանդարտացնող սարքավորման մեջ։ Իսկ երբ որ դու 4 հեկտար ես կամ 40-ը վիճելի է 4-ը անիմաստ որ դու այդ ներդրումը անես։ Այսինքն իմ նպատակն է մենք ոչ թե ներկայանանք Դավթյան Farms, Պողոսյան Farms, Պետրոսյան Farms, Հայաստանի շուկայում կարանք տենց մեծ ճոխություն թույլ տանք, աշխարհի շուկայում ներկայանամ Արմենիան ասպարագոս։ Ես ուզում եմ, որ մեր հայկականը ներկայանա Արմենիան ու ապրանքը։ Ոչ թե ինչն է մեզ քանդել։ Օրինակ շատ Պարակտվածությունը։ Օրինակ Գորիսեցի, Կիրովականցի, Պարակտվածությունը։ Օկտեմբերյանցի։ Ինչ է սերը մեծ պլուջուրիկ sense կետենք էլի սաղս է հայենք։ Դավիթ, նայ, այս շատ լավ երազանք է, ես հավատում եմ, որ լինելու է, չեմ էլ մտածում, որ անելու եմ նայ։ Բայց ինձ վերջում մի հարց է հետաքրքիր, որ ես քեզ միշտ ուզել եմ տալ, բայց չգիտեմ ինչու չեմ տվել երբեք այդ հարցը։ Ես միշտ հիացել եմ քո որոշումներ կայացնելու եւ բիզնեսին տիրապետելու նուրբ հմտությանը։ Հիմա հարցս, այդպես ծնվել ես,
թե ինչ որ միտեղ սովորել ես։ Լայ։ Դու ոնց ես կարողանում Շատ է, ինձ ոնց է։ Դու ոնց ես կարողանում, մի վարքյան, դու ոնց ես կարողանում ժամանակից շուտ հասկանալ ինչ պետք է անես։ Ոնց անկեղծ եմ, ես անում եմ ինչ որ զգում եմ։ Բացառապես։ Հիմա գուցե նաև մի քիչ ասածս ինչ որ sense ալոգիկ կլինի։ Շոկ արա։ Ես բիզնես գրքեր ընդհանրապես չեմ կարդացել երբեք։ Ուրեմն տարա դրա վրա։ Այնա բան կա, չէ՞ որ ասում ընտանեկան երջանկություն այդ գրքի հեղինակը բաժանվել է։ Հոգեբանական անգլետ գրքի հեղինակը ինքնասպան է եղել։ Իրականում դու պետքա զգաս ինչ որ անես ցեխը պետք է զգաս։ Նաև այդ նույն ցեխի եթե դու մենակ ցեխը զգաս, դու միշտ افերմեր ես մնալու։ Նաև պետքա զգաս, պետքա տեսնես։ Այն ժամանակ ես քո հետ այն ցեխի մեջ։ Արա մեռնում, գիտես, ծմերն ենք խոսում։ Նաև այդ ժամանակ որ գազի գարելք են, թույն է, ես գիտեմ փունա, որ ասենց ախտահանման գարելք են միացրած, ասենց կուչեկած էի դեմը, ես քան տեղս վառում էր, ես քան տեղս սառում էր։ Ասենց խոսում էի, ծնարանին, ճագարների ծնարանին նստած։ Հետո ես տեսնում էի այն ինչ որ վաղը լինելու է։ Այսօր նաև տեսնում եմ այն ինչ որ 3-4 տարվա տարբերությամբ ընտեն, շատ չէ։ Պետք է հավատաս այդ vision։ Այդ շատ հավատ պետք է ունենաս ու պետք է հավատաս ու դեպի քո բանը պետք է գնաս։ Իսկ մնացածը բացառապես զգալն է։ Ինչ ես իմ կյանքում անում, որտեղ զգում եմ։ Ու Աստծով կտենաս ինձ սիրունա ալնելու ամեն ինչ։ Դու ֆանտաստիկ ես։ Ես ոչ մի բան չեմ կարող ուրիշ ասել։ Շատ չերկարացնեմ։ Ուղղակի մարդկանց ասեմ, ովքեր որ հետաքրքրված են գյուղատնտեսությամբ, անպայման Դավիթի Facebook-ի էջին հետևեն, որովհետև ահռելի քանակության գիտելիք կստանաք, նաև բաց խնդիրների մասին տեքստեր կկարդաք եւ խոսք կլսեք, ինչը շատ կարեւոր է, եւ ամենակարևորը որ լուծումների հետ կծանոթանաք։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Mega Food, Կտուր AM